Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, Վանթոք Հալիքի եթերում Real Talk podcast-ն է։ Իմ հյուրն է Modus Vivendi կենտրոնի ղեկավար, դիվանագետ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը։ Բարև ձեզ, պարոն Պապյան, շնորհակալություն հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ։ Ուզում եմ միանգամից սկսել, քանի որ դուք շատ երկար դիվանագիտական ծառայության փորձ ունեք, ես ուզում եմ խոսել այդ տարիներից մի փոքր, հետաքրքիր մանրամասներ եւ իհարկե ոդքասթի ձևաչափը կամ համազրույցի, ինչպես ասում են, ենթադրում է այսպիսի քննարկում։ Ուզում եմ դուք այդ բավական հետաքրքիր տեղեկություններով եք կիսվել, ես մի քանի ամիս առաջ բանավեճ էի դիտում, խոսում եք, որ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին Միացյալ Նահանգներից եղել է առաջարկ Էրեբունու այդ օդանավակայանի հետ կապված, որ ամերիկյան ինչ-որ դրոշ կանգնացնեն այդտեղ, հա, լինի ներկայություն, եթե Արզնո օդակայանը, Դոսաֆի օդակայանը։ Եթե կարելի է մանրամասնեք հիմնական փոխանցել։ Այո, ամերիկան երկու ներկայացուցիչ Պենտագոնից գնդապետ եւ փոխգնդապետ եկան Երևան, ես հիմա 92 չեմ հիշում օրերը, բայց կարելի է ճշտել, որովհետեւ նույն օրերին Կոնստանտին Բառավոյն էր գտնվում Երևանում, այսինքն մյուս սենյակում էր, եւ իրենք առաջարկում էին, որպեսզի վարձակալեն Արզնու Դոսաֆի օդակայանը, զուտ ներկայություն ապահովել դրոշ, եւ իրենք ասում էին, սա ձեզ շատ է պետք գալու, որովհետեւ սա զսպելու է ձեր թշնամիներին, բայց այն ժամանակ գիտեք, ընդհանրապես Հայաստանը չէր իրեն պատկերացնում առանց Ռուսաստանի։ Ես Հայաստանը տաբու էր ամեն նույն Լևոն Տեր-Պետրոսյանի համար։ Այո, բոլորի մտքի մեջ, այսինքն ցանկացած գործողություն անելու համար դու նախ պիտի ունենաս որպես միտք, հետո պիտի ունենաս որպես խոսք, այսինքն պիտի արտահայտվես, խոսես, համոզես, ներկայացնես, հետո նոր լինում է գործողություն, քանի որ մենք անգամ որպես միտքել լայն առումով չկար հայ հասարակության մեջ, բնականաբար մերժվեց այդ առաջարկը։ Այսինքն Միացյալ Նահանգների այստեղ շատ մարդիկ որովհետև ասում են, նաև մարդիկ ովքեր դիվանագետ են եղել, որ երբեք հետաքրքրված չի եղել այդ ժամանակ խոսել Հայաստանում ներկայության մասին ավելորդություն էր, մենք տեսնում ենք, որ նույնիսկ Վրաստանի եւ Ուկրաինայի հետ կապված հարցերում էին հապաղում դեռ 2000-ականներին, այլ ոչ 90։ Եվ այսպես փորձում են բացատրել, որ անհնար էր, որ 90-ականներին Հայաստանը բերեր Միացյալ Նահանգներ։ Փաստորեն դեռ այդ տարիներին եղել է այդ հնարավորությունը, գոնե ինչ-որ ներկայության ապահովման իմաստով։ Այո, եղել է եւ հետագայում էլ տարբեր առաջարկներ են եղել, այդպես չի ուրիշ բան, որ ոչ բոլորն են իմացել դրանց մասին, ես վստահ եմ, որ ինչ որ բաներ եղել են, որոնց մասին ես չեմ իմացել, այդպես չի, վերջը դիվանագիտությունը, այդ նախարարությունն է, որ ամեն մեկը գիտի այնքան, ինչքան պիտի իմանա, այսպես ասենք, իսկ այն, որ ամերիկացիները պիտի փորձեին հետ սովետական, հետ խորհրդային տարածքում ներկայություն ապահովել, դա փաստ է։ Ուղղակի խնդիրն այն է, որ իրենք մտածեցին, որ Ռուսաստանը, քանի որ փոփոխման մեջ է, կփոխվի եւ ամեն ինչ լավ կլինի։ Եթե իրենք օրինակ մտածեին, որ Ռուսաստանը վերադառնա իր այսպես սովետական, ինչ որտեղ էլ ստալինյան ավանդույթներին, հաստատ իրենք այլևս չէին նայելու օրինակ Հայաստանը կամ այլ երկրները համաձայն են, թե ոչ, այդ ներկայությունը կպարտադրեին։ Իսկ եթե կարելի է այլ առաջարկների հետ կապված ինչ ինսայդների եք տիրապետում, ես հիշում եմ, որ դուք խոսում եք Կանադայից, որ եղել է ատոմակայանի առաջարկը, բայց Ռոբերտ Քոչյանի տարիներին չէ, եթե չեմ սխալվում, բայց Հայաստանը մերժել է այդ առաջարկը, նույն Իրան-Հայաստան երկաթուղու հետ կապված եք խոսել, թե ինչու չեղավ, այսպես կարող եք մեկ բլոկով պատասխանել։ Այո, ես ճիշտ ասած հիմա շատ եմ ցավում, որ օրինակ օրագիր չեմ պահել, բան, որտեվ իսկապես շատ բաների եմ ներկա եղել, որ հիմա այս բանին անգամ կարողա չհիշեմ, բայց հարցը հետեւյալն է, ես այն առաջիններից մեկն էի, որ նախարարությունը, այսինքն 91 թվականի նոյեմբերից սկսել եմ աշխատել, 92-ի հունվարին հրամանագրվեց։ Այդ ժամանակ բառից բուն իմաստով 7-8 հոգի էինք երկու սենյակում նստած, Բաղրամյան փողոցի սկզբնամասում դա քաղկոմի, ասենք կոմունիստական կուսակցության քաղաքային կոմիտեի շենքներ, այն շենքը, որը այսօր սահմանադրական դատարանն է։ Հա, եւ ոչինչ չկար, այսինքն ոչ համակարգիչ կար, ոչ նորմալ լույս կար, ոչ թուղթար, մեր առաջի պայմանագրերը ըստ էության գրվել են այդ բլանկների հակառակ երեսի վրա, անգամ թուղթ գոյություն չուներ, հոսանք չկար, մենք լինում էր դեպքեր, օրինակ ես լավ հիշում եմ Հունաստանի հետ պիտի մի պայմանագիր ստորագրեինք, ամբողջ Երևանով ման եկանք, միտեղ կարգին տպիչ եւ հոսանք չկար, վերջը ստիպված ուղարկեցինք մի օր առաջ մեկին աթենք, որ մինչեւ պատվիրակության գնալը տեղում հայկական խմբագրակտանը տպագրի պատրաստ, այսինքն այդ վիճակով մենք սկսել
Իսկ ինչ վերաբերում ատոմականին, այո, դա բավականին լավ առաջարկ է, ինչու կանադական է։ Նայեք, ամբողջ աշխարհը օգտագործում է հարստացված ուրանիում, որովհետև բուն նպատակը եղել է զենք ստանալը։ Այսինքն, իսկ կանադացիները միակն էին, որոնք նպատակ չունեին զենք ստանալու, որտեղ ամերիկյան արդեն ատոմային թիկնոցը իրենց պահում էր եւ իրենք ոչ հարստացված ուրանիումի տեխնոլոգիան են կոչվում է դյուպիկ տեխնոլոգիա դյուպիկը ինքը ֆիզիկապես պես բանդլների մեջ հավաքված է այսինքն մի բան որ Հայաստանում շատ լավ էր ու քանի որ այդ համակարգի մեջ բնականաբար ինչպես շատ տեղերում հայեր կար ինձ հաջողվեց կապեր հաստատել ինքը կոչվում է Crown Corporation այսինքն պետական կառույց է այդ Crown Corporation-ը նու քրոնը նկատենք քանի որ կանադան այնուհանդերձ բրիտանական թագի տակ է գտնվում հա թվում այսինքն իր տարեկան բյուջեն 15 միլիարդ դոլար է այսինքն պատկերացեք հիմա համեմատեք Հայաստանի հետ որտեղ շատերին թվում է դե ասում են ընկերություն է կներեք այդ ընկերությունը Հայաստանի 4-5 չափ բյուջե ունի եւ իրենք աշխարհում տարբեր տեղեր ատոմականներ էին կառուցում որը այդ ոչ հարստացված ուրանիումով պիտի օգտագործել։ Այստեղ Հայաստանի առավելությունն ինչն էր, որ Հայաստանը ուներ եւ ունի թափոններ։ Այդ թափոնը չի կարող օգտագործել սովորական, ասենք հարստացված ուրանիում օգտագործող, այսինքն ծանր ջրով աշխատող ռեակտորով, բայց այդ թափոնը կարող է հանդիսանալ վառելիք կանադական տեխնոլոգիայի համար։ Ու դա միակ դեպքն է այսինքն այդ աշխարհում որ տեխնոլոգիան որ բան է ոչ հարստացված ուրանիում է ինքը օգտագործում իսկ այդ թափոնը ինքը արդեն կորցրել է ոնց ասած հարստացման զգալու բայց միևնույնն է դա բավարար է կանադական տեխնոլոգիաների օգտագործման համար եւ ինձ հաջողվեց առաջի տեղակալին եւ եվրասիական պատասխանատուին բերել Հայաստան եվրասիական պատասխանատուն պարսիկ էր դες պարսկերեն խոսում եմ քանի որ դա իմ մասնագիտությունն է այ հունարեն էլ եք խոսում եւ ուսպես շատ ջերմ հարաբերություններ էր բնականաբար ես գրել էի նամակով ամեն ինչ մինչեւ այդ զեկուցագրերը կա շատ մանրամասն 2 ամիս արդեն ամեն ինչ աշխատել էինք եւ պիտի ընդուներ Ռոբերտ Քոչարյանը բայց վերջի պահին դա ապրիլ ամիսն էր որովհետև լավ հիշում եմ ապրիլի 24-ին այդ միջոցառումները ապրիլի 25-26-ն էր Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց հանդիպելուց եւ հանդիպեցին Վարդան Օսկանյանը եւ Արմեն Մովսիսյանը որ էներգետիկայի նախարարն էր բնականաբար խոսակցություն բանը եւ այսպես էր 800 մեգավատ հզորությամբ պիտի լիներ եւ 2.5 միլիարդ էր սա ամենակարևորը որն էր որ ֆինանսավորելու էին ճապոնացի եւ ճապոնացիք պիտի ամեն կիլոգրամ իրենց այսպես ասած այն օգտագործած վառելքի դիմաց բացեն որ մեզ ձրի պիտի դա տային $1000 էլ փող պիտի տային մեզ ամեն կիլոգրամի համար եւ մեզ տարեկան 5.5 տոննան լրիվ բավարար էր որպիսի այդ 800 մեգավատ ունենանք ասեմ որ ներկայիս ատոմականն մոտ 400 մեգավատ է եւ ես լավ հիշում եմ երբ որ բանը Արմեն Մովսիսյանն ասեց այդ քննարկման ժամանակ է նաև դե հայերեն էին խոսում որ ասում էր բայց ինչ ենք անել այդ 800 մեգավատ հոսանքը Օսկանյանն ասեց դա ամբողջ քաղաք է հրապարակի նման կլուսավորենք ասեց այդ 60 մեգավատ բա մնացածը ես էլ ասեցի ժողովրդին կտանք ձրի այսինքն կրակնենք այդ հոսանք որովհետև ստացվում էր մենք ինչքան վաճառել չեն կարող դա էլ վաճառել ճապոնացիք ասում են մենք կծախենք թուրքերին բան այդ եւ մենք այնտեղ 11 միլիարդ դոլար մենք պիտի օգուտ ստանայինք 5 տարվա ընթացքում բայց խնդիրը հետեւյալն էր ընդհանրապես որ դու ինչքան աշխատացում ես ատոմական այնքան ծախսես չի անում բայց սա հակառակն էր ստացվել ինչքան շատ էլեկտրականություն աղդան այնքան քո եկամուտը շատ է որտեվ ճապոնացիք էին վճարելու դրա համար նաև դու քո թափոններն էիր սպառելու դրա բայց չեղավ հետո ես երբ որ արդեն դուրս եկա նախարարությունից եւ դեսպան չէի 2007-ի աշունը այդ ժամանակ Սերժ Սարգսյանը վարչապետ էր եւ ես գնացի Սերժ Սարգսյանի մոտ այսինքն մեկ էս թեմայից տեղյակ էր Սերժ Սարգսյանն ասել էր ինքը հրավիրեց մոտը եւ այդ ժամանակ ես գնացի հարցը ներկայացրեցի ասես նստի
նստեցի Արմեն Մովսիսյանին կանչեց, որ գա նախարարն է դեռ այդ ժամանակ, այսպես մի 10 րոպե էս բան, մի տեսակ անհարմար նստել եմ, չգիտեմ, դա ասում հանգիստ նստե եկավ, ասեց Արմեն, ռուսները մեզ կթողեն, որ մենք ատոմական կանադական կառուցենք, ասեց չէ։ Շուռ եկավ ինձ ասեց, էսա հարցի պատասխանը, ու թեման փակվեց։ Այսինքն գիտեք, որովհետև այստեղ էլ պրոռուսական շրջանակները կբերեցիք հասցրեցիք այդ կետին, դա է ուզում ասել, որ ասում են, այ Կանադան վերջին 20 տարում ոչ մի ատոմակայան չի կառուցել, դա անիրատեսական խոսակցություններ է, ըստ էության նոնսենս էր Կանադային ապավիները չի կառուցել։ Կանադան ատոմականներ կառուցել, երկու հատ Չինաստանում, մի հատ կառուցել է Ռումինիայում։ Գտոնես 20 վերջին 20 տարում անիմաստ է։ Չէ, իհարկե, ես լավ հիշում եմ, իհարկե, ինչ հիմա տարիներ անց է չեմ անում ինչ ոդա, այդպես էր այդ բնակավարյանը, չկառուցել է, չէ Կանադայում չի կառուցել, այդ ուրիշ հարց է։ Կանադայում կառուցելու կարիք չունի, իրանք այսինքն հսկայական էներգետիկալ ռեսուրսներ ունեն, այսինքն Կանադայի ջրային ռեսուրսներն ու այդ գետերը Հայաստանի հետ չեք համեմատի, էլի, այնտեղ գիտեք, Նիագարայի ջրվեժը որ նայում ես, այդ ինչա նման գետերը։ Չէ, ի վերջո այդ Crown Corporation-ը կա եւ գործում է, կոչվում Atomic Energy-ն է դա։ Ինքը ամբողջ աշխարհում կառուցում է եւ դա գիտեք ինչով է լավ։ Այն երկրները, ովքեր ունեն ատոմականներ գործող մի հատ դա կառուցում են որպեսզի ցիկլը ավերջանա, այսինքն թափոնները օգտագործում են որպես վառելիք։ Որտեւ թափոնների ոչնչացումը բավական լուրջ խնդիր է, մենք գիտենք, չէ՞։ Հիմա տեսեք ինչ են անում։ Հիմա այդ թափոնները ինձ սովետական ձևով լստում են հատուկ այսպես ծանր մետաղական ինչ որ բաների մեջ, հա, կապսուլների մեջ, հետո տանում են գցում են օվկիանոսի մեջ, հիմնականում Սառուցյալ օվկիանոսը։ Հիմա 60-ականներից սկսել են այդ ձև գցել, հիմա արդեն որոշները սկսել է քայքայվել։ Իրանք մտածում էին, որ դա չի քայքայվի եւ այլն։ Հիմա էլ տանում են նավերից հազարավոր տոնաների ավազ են լցնում այդ բաների վրա, դե գիտեն որտեղ է այդ լցված, որ ծածկվի, որ այդ ռադիոակտիվ նյութը չլինի։ Հետևաբար այդ բանը շատ կարևոր է։ Իդեպ ասեմ, որ ճապոնացիները շատ մեծ տեխնոլոգիական նաև այլ առավելություններ էին մեզ առաջարկում։ Ես լավ հիշում եմ, որ այն ժամանակ կանադացիք դեսպանատուն չունեին, ես ասացի դա կարծում եմ, որ եթե ատոմականի մասին համաձայնության գանք, պետքա դեսպանատուն բացել, որտեղ այս բանը այդ ատոմ էներգիայի ղեկավարը առաջ տեղակալը Պատրիկ էր անազգանն մոռացել եմ, ասես ի՞նչ դեսպանատուն, ասեց ձեր երկրում այնքան օֆիսներ պետք է գան կանադական բացեն, ասում դու չես պատկերացնում, որ ինչ է կառուցել ատոմական, իհարկե ճիշտ է ասում այնտեղ, ես ավելին ասեմ, ես բանակցում եմ նաև այն բան, ասում եմ նայեք, որովհետեւ ռուսներն դեմ չլինեն, պետք է ռուսներն իրանք ներգրավել, եւ պատրաստ էին, իրանք ասում էին մետաղական ահագին դե մետաղ պետք է օգտագործվի շնարհակ, ասած արմատուրա կոչեցյալը, ասում են այդ ռուսներից կառնենք, էս կառնենք ռուսներից, ահագին բաներ, այն ժամանակ հաշվարկում էր դա 2000-ականների սկիզբներ 2.5-ից 3 միլիարդ դոլար պիտի շինարարությունը նստեր, որը շատ արագ, այսինքն պիտի մենք ոչ մի ցենտ չէինք դնելու, այսպես էր 35 տարի, չէ, տարի այդ ռեակտորը աշխատելու էր, իրենք առաջի, կարծեմ 15 տարին իրենք պիտի կառավարեին, վաճառեին այդ ամբողջը, իրենց ներդրումները հանեին, հետո ամբողջությամբ հանձնում էին Հայաստանի որպես սեփականություն։ Եվ այստեղ խոսեցիք նաև երրորդ նախագահից, ես հիշում եմ, որ երրորդ նախագահի նախընտրական 2008-ի խոստումների մեջ մտնում էր այդ Հայաստան-Իրան երկաթուղին, որը այդպես էլ իրականություն չդարձավ, կառուցումը այ այդտեղ կար Ռուսաստանի մատը, ինչպես ասում են, խառն էր, որ դրա, քանի որ դուք նաև Իրանում էլ գիտեմ ունեք կապեր, աշխատել եք դիվանագիտական գործունեություն ծավալել եք, վստահաբար այդ ինֆոին կտիրապետեք, պարոն Պապյան, Ռուսաստանին պետք չէր Հայաստան-Իրան երկաթուղի։ Չէ, տեսեք, այստեղ մի քիչ խնդիրը ուրիշ է։ Այո, այդ հարցով զբաղվել ենք, այդ հարցով մասնագիտական հետազոտություն է կատարվել, որտեղ 92-ի ամառը ես գնացել եմ այնտեղ, հետո առաջի դեսպանատունը 92-ի դեկտեմբերին Թեհրանում ենք բացել եւ այլն, քննարկվել է հարցը։ Այդ մի քիչ հեքիաթային է։ Բոլոր տեխնիկական հաշվարկները ցույց են տալիս, որ Զանգեզուրի վրայով չի կարելի տեխնիկապես հնարավոր չի երկաթուղի կառուցել, որովհետեւ երկաթուղին 16 ամենաշատը ինքը կարող է 16%-ի թեքություն բարձրանա։
ինքը ռետինի անիվներ չի, ինքը բանա։ Եվ նման բան ապահովել հնարավոր չի թեկություն։ Դե թեկությունները շատ են, հիմա էլ որ կառուցվում են, տեսեք, այնտեղ ավտոճանապարհներ ա, դրա համար թունելներ են կառուցում, բայց անգամ թունելի պարագային ինքը եթե պիտի Զանգեզուրում կառուցվեր երկաթուղի, այսինքն օցաձև պիտի գնար, իսկ այդ օցաձևել հնարավոր չի, որովհետև դա մեքենա չի, այսինքն մի տրակ չի, էլի, շատ մի հատ կցորդով, դա ասենք 10 վագոն կամ մի քանի վագոն հնարավոր չի։ Դրա համար այդ ամբողջը այն ժամանակ էլ էի ասում, այդ հարցը փակվեց 92-ի վերջ, 93-ի սկզբին ուսումնասիրելա փակվել է։ Եվ պատահական չէ, որ սովետական միության ժամանակ դեպի Կապան գնացող երկաթուղին բանից չէր գնում, այսինքն Մեղրից կամ Քաջարանից չէր գնում։ Ինքը դուրս էր գալիս դեպի Ադրբեջան Մնջևան, Մնջևանից Կապան երկաթուղի էր գնում, որտեղ միակ տեղը, որտեղ թեկությունը հնարավոր էր ապահովել, դա էր։ Կարճ ասած, դա ուղղակի հերթական խոստում էր։ Ուղղակի որ դա եմ ուզում ասել, որ նախընտրական ծրագիր գրելուց այնուամենայնիվ այդ ծրագրի վրա բավական լուրջ մարդիկ են աշխատում, չէ՞, ցանկացած այսպես մտքի։ Դե հիմա էլ խոստումներ են տալի տարբեր կուսակցություններ եւ այլն, հիմա որ ԿՊ-ն ասում է, որ այս Զանգեզուրի միջանց կամ անցուղով տասնյակ միլիոններ ա բերելու կամ 100 միլիոններ ա բերելու, ասում են, թվերը դեման բան ցույց չեն տալի, թվերը խոսում են 1-2 միլիոն դոլարի մասին, տարեկան, դա փող չի։ Այսինքն 10 անգամ քիչ, քան Վրաստանն է, չէ՞, կարծեմ թե ստանում է։ Նայեք, Վրաստանում 249 կիլոմետր է երկաթուղին։ Տրանզիտի 1 կիլոգրամը, 1 տոնան 3.5 ցենտ է։ Այսինքն 1 տոնան Վրաստանի մի ծառից մի ստանալ համար 249 բազմապատկում եք 3.5-ով եւ ստանում եք այդ ինչ գումարը, հետո բազմապատկում եք 1.200.000-ով, որը այդքան բեռ, այդքան տոննա բեռա տարեկան անցնում։ Հիմա վերցնում ես նույնն է այստեղ 3.5 չեմ համարում, համարում եմ կրկնակի ավել թող վճարեն Հայաստանի տրանզիտի համար, էլի, թեև այս անխափան բանը չի նախատեսում, անխոչնդոտ, այո, անխոչնդոտ եւ այլն, բայց ենթադրենք 7 ցենտ են տալիս։ Եթե 7 ցենտ է, 7 ցենտը մի հատ բազմապատկեք 42-ով ընդհանրապես բան չի անում, հետո էլ բազմապատկում ես 1 միլիոն տոննայով, էլի ոչինչ չի գալիս։ Դրանց էլ 40%-ը տալիս ես ամերիկյան կոնսորցիումին, այո, որտեղ կա պայման, ենթադրվում է, այսինքն որ գրած է հստակ, որ պիտի կոնսորցիումը լինի, որը պիտի լինի Հայաստանի, Միացյալ Նահանգների եւ իրենց համաձայնությամբ երրորդ կողմերի մասնակցությամբ, որոնք են երրորդ կողմեր եւ հոգնակի ով է գրած երրորդ կողմեր, որովե մեկը չգիտի։ Փաշինյանը Fox News-ի հարցազրույցում ներողություն, որ ձեզ ընդհատում եմ, ասաց, որ սրանից պիտի օգտվում է Ռուսաստանը, Իրանը միգուցե Ռուսաստանն է լինելու, միգուցե այդ երրորդ կողմը Իրանն է։ Հա, բայց հարցն է նա, որ տեսեք, եթե Բաքու, Թիֆլիս, Կարս երկաթուղին ավելի կարճ է, մոտ 20-30 կիլոմետրով է կարճ, շատ կարճ չի, բայց կարճ ամեն դեպքում։ Իսկ բանը Բաքու, Մեղրի, եթե անգամ գա Երասխ, Գյումրիով գնա, դա ավելի երկար է, Գյումրի եւ Կարս։ Ինչու պիտի, այսինքն այդ ճանապարհով տանեն եւ ոչ թե ավելի բանով։ Հիմա այդ ճանապարհը Զանգեզուրի ճանապարհը բնականաբար առաջին հերթին պետք է Ադրբեջանն է։ Ադրբեջանի համար բանի համար, Նախիջևանի համար։ Հիմա եթե կառուցեն վերջացնեն Նախիջևան Իգդիր Կարս երկաթուղին, հնարավոր է որ ինչ որ բեռի քանակություն այս կողմը գա, բայց միևնույնն է, այդ բեռը եղած չեղածը տարեկան կարա լինի, թող շատանա 5 միլիոնը լինի, որից ասենք 2 միլիոնը գա այս հարավային ճանապարհով, բայց էլի այդ 42 կիլոմետրն ալնելու, որովհետև կրկնում եմ, Թուրքիան արդեն շինարարությունը իր տարածքով սկսել է զուգահեռ երկաթուղին, ինքը չի ուզում էստան։ Իմ կարծիքով ինչի են դա կառուցում, այսինքն ինչի է Ադրբեջանը դա ուզում։ Առաջին հերթին որպեսզի Նախիջևանի հետ հզոր կապ ունենա։ Երկրորդը որպեսզի եթե կառուցեն Իգդիր Կարս երկաթուղին, այդ դեպքում ստացվում է իրանք այդ տրանզիտը ոչ թե Վրաստանին պիտի տան, այլ պիտի լինի կամ Ադրբեջանին տրանզիտ, եթե խոսք ասենք ղազախական կամ ուզբեկական, ասենք պիտի վճարեն իրենց լինի։ Մյուսը հարցը հետևյալն է, որ իրենք իրենց տեսանկյունից ճիշտ են վարվում։ Իրենք այսօր կախված են Վրաստանից եւ պարզ չի առաջինը Վրաստանի վարկագիծը վաղը ինչ կլինի մեկ,
Պարզ չի թե օրինակ Ռուսաստանը ասենք հարձակվեց Վրաստանը գրավեց ճանապարհը փակվեց երկուս չէ եղել է նման նախադեպ եղել է որ Ռուսաստանը հարձակվել է իսկ Հայաստանը գոնե մի երկիր ավելի հարավ է մտածում են բան ասենք իրանք ալենտրանք են պահում նախ սա լծակա Վրաստանի դեմ որ Վրաստանը գները չբարձրացնի հենց գները բարձրացնի կասեն հենա մենք այնտեղ կտեղափոխենք իրանք ճիշտ են անում երկու զուգահեռ ճանապարհ են պահում որ իրար դեմ խաղարկելով իրանք կառավար են ամբողջը Այստեղ ինչն է հետաքրքիր պարոն Պապյան, որ նույն այդ կոնսորցիումի հետ կապված էլ ասում են տարբեր իհարկե մեկնաբանություններ կան այս մասով էլ։ Նու իհարկե մենք կգանք դրան, կխոսենք այդ ամեն ինչի մասին, բայց տարբեր տարաձայնությունները նաև նրանով են, որ Ադրբեջան-Նախիջևան կապը կա ըստ էության այսօր Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում մենք գիտենք։ Սա ըստ էության ինձ հիմք է ինչ որ առումով եւ ոչ միայն ինձ, տարբեր մարդկանց եզրակացնելու, որ սա պետք չէ Ադրբեջան-Նախիջևան կապի համար, այլ Հայաստանի հարավը կտրելու այն ինչը որ Ալիևը ցանկանում է, որովհետև չգիտենք այնտեղ լինենք խոսում են ամերիկյան ներկայության մասին, բայց եթե կոնկրետ գետնի վրա, հա, ինչպես ասում են underground չի լինելու այդ զորա կազմ ինչ որ ցեկուց սիմվոլիկ ներկայություն, հա, ինչն է լինելու զսպող գործոն։ Միայն այն, որ այնտեղ 40%-ով, չգիտեմ, ամերիկյան ինչ որ կոնսորցիում, այդ կոնսորցիումի մեջ ամերիկյան ընկերություն է մասնակից լինելու։ Դե եթե խոսքը անվտանգության մասին էր խոսում գնում, հիմա կան եվրոպական դիտորդներ սահմանի վրա, եկալ էր ամերիկյան դիտորդներ էլ բերել, ի վերջո այդ եվրոպական դիտորդներից կան կանադական դիտորդներ։ Կանադան Եվրոպա չի, այսինքն նախադեպը կա, կարելի է անել։ Հիմա եթե մենք մտածում ենք, որ այդ ներկայությունը զսպելու է, ասենք պարտադիր չի միջանց տալ եւ այլն, որտեղ այստեղ ուրիշ խնդիր է առաջանում։ Այն ինչ որ մենք իրանց տալիս ենք, ըստ էության արդեն մենք չենք կարող դա օգտագործել։ Ինչ որ սուտ ինչ որ կեղծիկ է պատտվում, ասում են, դե մենք կօգտվենք այդ ճանապարհից, ո՞նց է օգտվել այդ ճանապարհից, երբ որ հստակ խնդիր է դրած, որ ադրբեջանցին չպետք է տեսնի եւ շփվի հայ պաշտոնյայի հետ։ Եթե ինքը պաշտոնյայի չի շփվելու, ո՞նց է շփվելու հայ վարորդի կամ ինչ որ ուղևորի հետ։ Այդ տարածքը ստեյցան դառնում է արտա ասեն արհեստական խոչընդոտ չի լինելու այդ անխոչընդոտ բառի տակ իրանք հասկանում են միայն արհեստական խոչընդոտները։ Բայց արհեստականը սորն այս չէ, դա բնական է, անձնագրի ստուգումը արհեստական է։ Հիմա հայ սահմանապահ ստուգելու Ադրբեջան հաղթարելի եւ անհաղթարելի խոչընդոտ չի ստուգելու։ Հիմա բնական է, իրենք եթե համատում են նախ չեն ուզում Իրանի ոնց ասած ձեռքում այդ լծակը տալ։ Մյուս եթե Իրան մտնելից իրանց պիտի բեռը ստուգվի, իրանց անձնագրերը պիտի ստուգվեն, Անկայ մաքսային մի կողմ, գոնե ստուգումների իսկ Հայաստանի տարածքում ստուգումներ պիտի չլինի, բնականաբար նախընտրելի է Հայաստանի տարածքում։ Նախիջևանը չունի այդ բեռնափոխադրումների այդ ծավալը, որ անպայմանորեն, չգիտեմ, պետք էր գնացք։ Այո, գնացքը կսկսի աշխատել 2-3 տարի հետո, եթե սկսի։ Ես մեծ կասկածներ ունեմ, այն դեպքում, երբ որ կավարտվի Նախիջևան Իգդիր Կարս շինարարությունը իրենք երբեք թույլ չեն տա որ այն ինչ որ Նիկոլ Փաշինյանն եւ ԿՊՆ-ն ակնկալում որ իբր թե Հայաստանի տարածքով կգնան եւ Գյումրիով կմտնեն Կարս եւ այլն ես քանի որ այսպես հուշ երեկոյի նման մի բան էլ ձեզ պատմեմ մենք թուրքերին ժամանակին առաջարկել ենք երբ որ այն ժամանակ իրանք սկսում էին շինարարությունը Թիֆլիս Ախալցխե բան Կարսը Թիֆլիս Կարս այդ հատվածը երկաթուղ որ հիմա գործում է մենք իրանք առաջարկել ենք միակողմանիորեն այսինքն իրանք կարող են օգտվել մեր երկաթուղուց գան օգտագործել որի դիմաց մենք չենք ուզում որ դուք էլ մեր ճանապարհը բացեք այսինքն անգամ դրան են գնացել իրանք չեն համաձայնվել դրա հետ Իրանք չեն համաձայնվել դրա հետ, որտեղ իրանք հասկանում են, որ եթե 1-2 տարի օգտագործեին օրինակի համար Թիֆլիսից ոչ թե գնային Կարս այդ ճանապարհով, այլ գիտեք, Թիֆլիսից երկաթուղի կա, որ մտնում է բան, Վանաձոր, հետո Գյումրի ու Կարս կարար գնար, այդ ճանապարհը օգտագործել, մի 2-3 տարի հետո բնականաբար ամբողջ աշխարհը պիտի ասեր Հայաստանն էլ հետը որ դե դուք էլ բացեք Հայաստանի ճանապարհը եւ իրանք միլիարդներ ծախսեցին մենակ նրա համար որ Հայաստանի համար լավ չլինի եւ իրանք էլ են ծախսելու միլիարդներ որ Հայաստանի համար լավ չլինի այստեղ ամենակարևոր բանը որ ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյան չի հասկանում Թուրքիան մեզ ընկալում է որպես թշնամի երկիր առ այսօր եւ շարունակելու անցալել որպես թշնամի երկիր եւ դա
որևէ բանով պայմանավորված չի մեր վարքագծով եւ մեր քաղաքականությամբ, դա իրենց ազգային շահն է պահանջում։ Մեկ Փաշինյան ասում ինչ մի քիչ մենք ենք ճշնամություն անում, մի քիչ իրենք են անում, այսպես փոխադարձ չենք հասկանում որտեղից է սկսվել, ուզում էին նաեւ խոսել այդ Նախիջևանի հետ կապված։ Միայն այդ ճանապարհի մասին են խոսում, մենք չգիտենք ամբողջական ապաշրջապակում լինում է թե ոչ, որովհետեւ եթե դա չի լինելու, ստեցիոն տուպիկ է այդ ճանապարհը մեզ համար, ոչինչ էլ դուք էլ նոր թվերով ներկայացրեցիք, որ օգուտ չի լինելու եւ մի բան էլ ուզում եմ ասել կոնկրետ դա բեռների փոխադրման համար է լինելու այդ ճանապարհը, այսինքն կարող է զենք փոխադրվել, զորք կարող է փոխադրվել, հիշում ենք վարձկանները, հիշում եք 2020-ի ժամանակ ինչպես էին Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը բերում Լեռնային Ղարաբաղի դեմ։ Այ ես ուզում եմ ասեմ այդ վտանգները հիմա դուք այսօր տեսնում եք նույն այդ զենքի մասով, վարձկանների մասով, հատկապես եթե դա անխոչնդոտ է լինելու, ըստեյության վերահսկողության լծակել չենք ունենա։ Իհարկե, որովհետև գիտեք ինչա, էլի 90-ականների սկիզբ, դեռ 80-ականների վերջին 90-ականներից այն ժամանակ վաղ կար, ինչու քանդեցին, նախ այսպես ասենք, ինչու սկզբից քանդեցին, հետո էլ արդեն լրիվ ռելսերը տեղափոխեցին, հենց այդ այսպես ասած այդ մեղրու երկաթուղին, որտեղ վախը գիտեք ինչն էր, վախը հետևյալն էր, որ մի քանի փակ վագոնով գնաց կարող է գա Իբր անցնում է Նախիջևանից դեպի Բաքու, կգա Սիրուն կկանգնի այնտեղ, մեջից դուրս կգա ադրբեջանական բանակը եւ այդ հարավը կկտրի Իրանից։ Հիմա էլ այդ վտանգը կա։ Եթե դու չես ստուգելու, այսինքն գալու է, ենթադրենք 10 վագոնանի մի հատ գնացք, կանգնելու է այնտեղ Սիրուն, դռները բացելու են 10 վագոնից դուրս է գալու, չգիտեմ, 1000 հատուկ ջոկատային զենքով, ամեն ինչով, եւ դա գրավելու է։ Եվ այդ պարագային հույսը մնալու է այդ մի բուռ ամերիկացիների, որոնց ոչ լիազորությունների մասին ենք մենք տեղյակ։ Ոչ իրավունքն է, ոչ բանի մասին չգիտենք։ Այսպես միակ բանը այդ հռչակագրի մեջ գրած է, որ կոնսորցիում։ Եվ Ամերիկայի նախագահի անունով է լինելու Միացյալ Նահանգների։ Հա, մյուս կողմից հարցը հետևյալն է, այսինքն ինչ աշխում ամերիկյան կոնսորցիում, որտեվ եթե ես թուրքական ընկերություն եմ, գնում եմ Դելավեր նահանգում, իսկ դա ավելի ամենահեշտն է բացելը, գրանցում եմ մի ընկերություն, որը հանդես է գալիս որպես կոնսորցիումի, դա ստացվում է, որ ես ամերիկյան ընկերություն եմ։ Ինչպես մի ժամանակ Հայաստանում օրենք կար, որ 90-ականներն էր, ով որ դրսից $1 միլիոն ներդրում է անում, դրսի ընկերություն, ապա ազատվում էր, կարծեմ 5 տարով ինչ հարկերից։ Ինչ էին անում, ստեղ գողացած փողը տանում էին դուրսը, Ամերիկա, այնտեղ մի հատ ընկերություն էին գրանցում, դրա անունից բերում էին էլ էս 1 միլիոնը դնում էին ստեղ եւ 5 տարով հարկերից ազատվում էին։ Բոլորը գիտեին, որ 100% այդ կապիտալը հայաստանյան կապիտալ է, բայց թղթերով ամեն ինչ լավ էր։ Հիմա նույնը կարող լինի թղթերով ամեն ինչ լինի ամերիկյան, բայց իրականության մեջ ինչպես շատ ընկերություններ, հա, լինի։ Ինչպես օրինակի համար այս Telcel-ը որ բան անում, չէ՞։ Telcel-ում սեփականությունն է։ Դեպս ոչ հայկական սեփականություն է դա։ Այո, այն գրանցված է Կիպրոսում, քերում ես Կիպրոսը, պարզվում է, որ իսրայելական սեփականություն է։ Բոլոր այս տեղեկությունները Telcel-ով կատարող վճարումները, լինի մետրո, լինի փոխանցում, լինի բանը։ Վախենանք Իսրայելից, թե ուղղակի օտար է դրա համար նկատի ունի։ Օտար է եւ Ադրբեջանի դաշնակիցն է։ Այս ինֆորմացիան տեղափոխման դեղ, իսկ նման ինֆորմացիա, այսինքն տիրապետելը շատ կարևոր է, ինչպես օրինակի համար, ասենք շատ բանկերի ինչ են փայատեր մտնում, այսինքն առնում, որովհետև այդ փայատիրությունը խոսքը շահույթը չի, ինֆորմացիան է, երբ որ այդ մարդիկ, այսինքն փայատեր էին եւ դու գիտեն օրինակի համար քո զինվորականները ով որտեղից ինչ աշխատավարձ է ստանում դրա կամ օրինակի համար անգամ կոմունալ վճարումները այդ թվում նաև զորամասերի այդտեղից ածանցալ դու կարաս տեղեկություններ բանես թե օրինակի համար ինչքան գազ է ծախսել այս տարի ինչքան գազ է ծախսել մի տարի առաջ եւ այլն այդտեղից էլ դու հաշվարկներ ես անում զորքի քանակի եւ այլն Պարոն Պապյան ուղղակի եթե մենք խոսում ենք որ Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է Ադրբեջանի ստրատեգիական դաշնակիցն է նաև Ռուսաստանը Հայաստանում այնքան գործիքներ ունի, այնքան է տիրապետում հետախուզության գործը, այնքան կարող էին փոխանցել, որ ասած Իսրայելի ուսին չեն հետևյալն է, ուղղակի եմ վերել, որ կարա ինքը գրանցված լինի, այսինքն օֆշորում, ոնց որ Կիպրոսային օֆշորը, բայց այսինքն հետո լինի բան, եւ հիմա
3-4-ը գնումներով ու աշճաններով այդ գործողությունը ընդհանրապես չես իմանում, այսինքն ով է։ Հա, հետք չես հասկանում, նենց օֆշորներ կամ խառնված, որ չես հասկանում, խճճում։ Այսինքն ընկերության ու մասնավոր տարբեր բաներով է։ Ես ուզում եմ մի փոքր խոսեմ հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ձեր պատկերացրած ինչ մոդելի պետք է լինի հայ-ռուսական հարաբերությունը, շատ չարչրկված թեմա է իրականում, բայց անհասկանալի հայ-ռուսամետ շրջանակները տորպեդահարում են, որ պետք է վերականգնել, գիտեք, հապկում այսպես ասած ծառեցված կարգավիճակ չէ, այդպես իրավապայմանագրային ռեժիմ, գիտենք, որ չի նախատեսում հապկի այդ պայմանագիրը, որը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանն է ստորագրել։ Եվ այստեղ նույն ինչ պետք է լինի, խոսում են որոշ շրջանակներում, որ ընդհանրապես պայմանագրային բազան պետք է դենոնսացվի Ռուսաստանից, որովհետև դրանք ընդհանրապես թղթեր են, հա, համարվում են իրենց ոչ մի նպատակի չեն ծառայել, այլ ձեր պատկերացումը այս մասով։ Հայաստանը այնպիսի ծանր վիճակի մեջ է գտնվում բոլոր տեսանկյուններից, այդ նաև անվտանգային, ինքը պիտի որոշ անվտանգային կառույցի մեջ լինի, այսինքն միայնակ մենք չենք կարող դիմակայել։ Հիմա մենք հապկի մեջ ենք։ Փորձը ցույց տվեց, որ հապկը ոչ միայն Հայաստանին չի օգնում, այլ հապկի անդամները Ռուսաստանն ու Բելարուսը ամենաշատ զենք ծախողներն են։ Հետևաբար հապկը չեղավ։ Հիմա դուրս գալ թե դուրս չգալ։ Իհարկե դուրս գալ։ Բայց հարցը այն է, որ ախր մինչև դուրս գալը պետքա դու մի հատ ուրիշ մի բան ստեղծես, նոր դուրս գաս։ Մենք առանց դուրս գալու մեզ կընդունեն, պարոն ջան, առանց դուրս գալու հապկից, առանց այդ 97 թվականի Լևոն Տեր-Պետրոսյանի պայմանագրերով։ Դու չես կարող, բայց դու պիտի այդ աշխատանքն մենք միշտ հանդես ենք գալիս major non-natural light չէ, այո, NATO-ի ոչ անդամ հիմնական դաշնակից կարգավիճակի, չէ, դու աշխատանքը տանում ես, դու հասնում ես այն վիճակի, որ այնտեղ մնում է միայն քվեարկելը եւ քո խոչընդոտը անդամակցությունն է, մինչեւ այդ էլ դիմը գրած ես լնում հապկի դուրս գալուց, այսինքն դուրս գալի քվեարկում է։ Ես երբ որ մի անգամ ասել էի, որ դա 8 րոպե է պետք, որպեսզի այդ քվեարկությունը բանը լինի անցնի, վերցրեցին իմ խոսքերը, խեղեցին, սարքեցին, չգիտեմ, որ 8 րոպե է պետք, որ Ամերիկան, չգիտեմ, զենք տա կամ բանը, չէ, 8 րոպե է պետք, որ այդ կարգավիճակը ստանանք, որը շատ հեշտացնում է Հայաստանի զենքի մատակարարումը եւ նաեւ գների հարցումով։ Բայց Ամերիկայում կա նման պահանջարկ, այո, որ ասում են մեզ սպասում են Եվրամիությունում։ Հիմա ես հարցնում եմ Միացյալ Նահանգներում սպասում, ես օրինակ Ամերիկա գետի էի լսում անցյալ օրը, ասում են դա իրատեսական չի ընդհանրապես, որ Հայաստանը դառնա Միացյալ Նահանգների դաշնակիցը, ասում են, որ ես Միացյալ Նահանգներից էլ այդպեսի արձագանք, միակ անգամ Սեմ Բրաունբեկը, գիտեք, այդ կրոնական ազատության հարցը, այդ ներկայացուցիչն է խոսել, ուրիշ մարդուց չեմ, դուք ունեք այդ տիրապետում եք այդպիսի ինֆոների, պարոն Պապյան։ Ուրեմն ասեմ ձեզ, ճանապարհը սկսում է առաջին քայլից։ Արդեն 20-ից ավել երկիր այդ կարգավիճակն ունի։ Բայց նրանք ինչ դիրք ունեն Միացյալ Նահանգին, ինչ նշանակություն ոչ ավելի լավ, քան Հայաստանի դիրքը։ Դուք պիտի աշխատանք տանեք։ Իսրայելը կամ Դուք այդ ուղղությամբ աշխատանք, դուք իրանց պիտի ասեք, պիտի ներկայացնեք, պիտի համոզեք, ինչա Միացյալ Նահանգները շատ ուզում էին ցեղասպանությունը ճանաչեն եւ Թուրքիայի հետ հարաբերությունները վատացնեն, չէ։ 50 տարի այնքան խփեցին նույն կետին, եկան ասացին, հա, ճանաչում ենք հեսա եւ այդ բաները նախագահ Բայդենի համոզումներ էր ամեն դեպքում։ Չէ, բայց դա հասարակական մթնոլորտ էր, չէ, ստեղծվել։ Այսինքն եթե այդ 50 տարվա աշխատանքը չլներ, Բայդենը ոչ բան էլ չէր անի, բնականաբար։ Ի վերջո դա հասու նույնն էլ Կանադայում, երբ որ ես Կանադայի, նույն Կանադա հայերն ասում էին, որ քանի դեռ Միացյալ Նահանգները չեն ճանաչել ցեղասպանությունը, Կանադան չի ճանաչի, որովհետև ինքը հետևում է Միացյալ Նահանգներին։ Բայց ճանաչեց եւ ավելի շուտ եղավ, որովհետև իրավիճակը ստեղծվեց, մենք էլ կարողացանք այդ պահին իրավիճակից օգտվել։ Հիմա նույնն է այդ բանը, գիտեք, օրինակի համար հիմա բավական ազդեցիկ է լոբինգի եւ այդ աշխատանքը, որովհետեւ ընտրություններին երբ որ դուք նայում եք, այդ բան երկրներ չեն, որ մեկը 75% հավաքի, հիմնականում 48, 49 մի կողմը, մյուս կողմը 51, 50, այսինքն այն որ ասում է king maker-ը դառնում, այսինքն նահանգում մի քանի հազար հայի ձայնը կարող է նահանգը որոշիչ լինի։ Իսկ դուք գիտեք ընտրական ձևը ինչպես է, որ նահանգը ամբողջ քվեներն է անցնում հաղթող կուսակցությանը։ Ամեն ինչ կամ ոչինչ կզգում։ 3000 հայի ձայնով X նահանգը կարող է անցնի հանրապետականներին եւ 1000 մյուս աշխատանք է պետք տալ։ Այսօր օրինակ Միացյալ Նահանգներում բավականին ուժեղացած է եւ ուժեղանում է, այսպես ասենք, քրիստոնեայության համերաշխության գաղափարը եւ այդ բաները շատ կարեւոր է։
Ես օրինակ ամեն տարի, ես այս տարի էլի միշտ ձմեռը գնում եմ Ամերիկա հանդիպում եմ այդ բաների հետ, անցյալ տարի առաջի տարիներ, որ Թրամփը նոր էր եկել, որ իրենք էին ասենք պատմում իրենց ընտանիքի քրիստոնեական արմատների մասին, Հայաստանը որպես միջին արևելքում the last piece of Christian land in Middle East եւ այլ դա իրանց մոտ է շատ բանը սրված է հարցը հետեւյալն է բասմա ուզում եք երկրի անվտանգություն ապահովեք ուզում եք բան չանեք ուզում ասեմ ազդակներ ստացել եք որ Միացյալ Նահանգները կուզենա որ լինի Հայաստանն էլ ՆԱՏՕ ոչափ այսինքն խնդիրը հետեւյալն է դուք պիտի, այսինքն դուք ասելով նկատեմ ցանկացած երկիր պետք է այդ ուսամ գործ տանի։ Հիմա նայեք, Դարելիսան եւ Գաս Բիլիրակիսը մեկը հանրապետական կուսակցությունից, մյուսը դեմոկրատական եւ նախագիծ ներկայացրեցին մի բան։ Հիմա ես ասեմ իմ տեսակետը Եվ իրանց հետ երկար հանդիպել եմ, ամեն տարի հանդիպում եմ, որտեղ իսկապես երկուսն էլ այսպես պրոհայկական։ Հայկական եւ հունական լոբբի նաեւ առաջ տանողներն են։ Հա, դե Իսան բան է, քրիստոնյա արաբա Լիբանանից եւ այլն բան, Բիլիրակիսն էլ հունական բան, այսպես, բայց խնդիրը հետեւյալն է։ Իրենք դա ներկայացել են որպես ամբողջովին պրոհայկական։ Բայց իմ տեսակետից մեջ լիքը թերացումներ կա ու մենք այդ փորձում ենք ինչ որ աշխատանքով շտկել օրինակ բաց թողումներն են շատ այսինքն բաներ կար որ պիտի լիներ պիտի գնահատականներ տրվի եւ այլն բայց ասես որն է հիմա այդ մարդիկ կարծում են որ դա մեզ պետք այդպես են բանանում ոնց որ ասած գործում այդ մարդկանց հետ ով է խոսացել ասել որ գիտեք մեզ պետք է այդ կարգավիճակը ես էլի հուշ երեկոյա պատմեմ լուսահոգի Իգոր Մուրադյանի հետ գնացել ենք Վաշինգտոն, դա տարին չեմ հիշում, բայց այն տարիներ, որ հիշում եք սեպտեմբերին Սերժ Սարգսյանը Այո, 2013-ն էր, որ պետք է մենք ձմեռը գնացինք, մեզ գնացինք այդտեղ, հիմա հավաքվել են այսև դեսպաններ, պաշտոնյաներ, նախկին պաշտոնյաներ, բան, մենք ենք երկուսով եւ մեր մի ընկերներից մեկը Վաշինգտոնից ու քննարկում է եւ իրաց փոխնախագահն է, այն ժամանակ կարծեմ Էրիկ Ռուբին նա էր եւ հարց է բանանում ինքը ասում է ես չեմ հասկանում դուք ինչի ձեր երկիրը ինչի գնաց դարավ ԵԱՏՄ անդամ երբ որ Եվրոմիության հետ այդ բանակցել են հիշում եք արդեն այդ հսկայական փաստաթուղթեր բան Այո հակակառավարական ուժերը այստեղ ցույցերի դուրս եկան հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանի եւ Գագիկ Ծառուկյանի եւ նահանջ եղավ Հիմա հարցը հետեւյալն է ու ես ասում եմ լսեք պիտի մի բան հասկանալ քանի դեռ կա անվտանգության խնդիր Հայաստանի, այսինքն կա Թուրքիայի վտանգը, հայերը միշտ հակված են լինելու ինչ որտեղ ռուսի ձեռիտակներ, որտեղ իրանք ռուսին ընկալում են որպես դեռ այդ թվերն էլ ընկալում է ձևեր, ռուսին որպես պաշտպան Թուրքի դեմ, են որ ասում ռուսը չլի, թուրքը մեզ կուտի, բայց ասում այդպես չի, չէ՞։ Դա ասում ինձ է հարց տալի, ասում դուք հավատում եք որ Թուրքիան կհարձակվի Հայաստանի վրա ասում եմ իմ հավատը կարևոր չի, կարևորը ժողովուրդը այդ անհանգստությունն ունի։ Հիմա այդ ձեր ասած դա իր այդ նախադասությունը։ Եթե Հայաստանը մտահոգություն ունի, որ Թուրքիան կարձակվի իր վրա, ինչու երբևէ այդ հարցը մեր առաջ Ամերիկա առաջ չի բարձրացրել։ Ինչու չեք դրել այդ հարցը, որ սենց մենք խնդիր ունենք, վտանգ ունենք, եկեք միասին բան անենք, այս խնդիրը լուծում տակ։ Խեք կարծում որ ասենք այդ Թուրքի դեմ մենակ ռուսն է։ Այդ հարցը դրեք մեր դեմ, ինքը ճիշտ է ասում, հասկանում եք, մենք շատ բաներ գիտենք ինքներս, մենք գիտենք, մեզ թվում է որ Ամերիկայում էլ պետք է իմանան, չէ Ամերիկայում չգիտեն, Ամերիկայում հազիվ Հայաստանի տեղը գիտեն, ով որ Հայաստանի տեղը գիտի, արդեն համարվում է զարգացած բանան են, այդ հարցերը պիտի դրվի, ոչ միայն պիտի դրվի, այլ նաև պիտի լուծումն առաջարկվի, այդ դրա համար որ մենք ասում ենք, մենք հասկանում ենք որ չեն կարա ՆԱՏՕ-ի անդամ դառնանք տարբեր պատճառներով, դա որ այսինքն Թուրքիան կխոչընդոտի հաստատ, եթե ուրիշ պատճառ էլ չլինի, հա այնտեղ կարող է Հունգարիան վետո դնի, Իրանի խնդիրը կա, Ռուսաստանի խնդիր կա, միլիոն խնդիր կա, բայց մյուս տարբերակ, այսինքն ՆԱՏՕ-ի ոչ անդամ դաշնակից եւ այլն, դա ոնց ասած ավելի Իրանը չի դեմ չի լինի։ Ավելին ասեմ ձեզ, չէ, բայց դե հենց այդ է հարցը։ Էլի բացեմ հուշ երեկոյա։ Երբ որ Նիկոլը նոր էր եկել իշխանության,
Ես հանդիպեցի մի կարևոր պաշտոնյայի, այսպես ասած, իր աջ թևերից մեկի հետ, հենց ժամանակ հույս կար, որ Նիկոլին կարելի է բան սովորացնել։ Ու ես ասեցի դու գնա իրան ասա, որ ես խոսել եմ, իսկապես բանակցել եմ մինչև այդ արդեն մինչև իր իշխանություն գալը եւ իրանցիների եւ ամերիկացիների հետ, որպեսզի Հայաստանը, Երևանը դառնա կենտրոն ամերիկա-իրանական հանդիպման համար, որպեսզի ոնց որ ասած այդ հաշտեցման բանը լինի, երկու կողմն էլ եղել էր դրական արձագանք, բայց դες ինչ հարց տվեցին։ Ասին դու մանունից ես խոսում, ասեց ես իմ, ասեց չէ, տենց չի լի։ Եթե այդ է, թող ձեր իշխանությունը առաջարկի, ասեն we will consider, մենք նկատի կունենանք, էլի։ Այդ վար որ նշանակում է դրական էր, եթե միանգամից չեն ծրում, հա։ Այդ պաշտոնյան գնաց խոսած, ինքը այդ գաղափարը ընդունում էր ոգևորված Նիկոլի հետ։ Նիկոլն էլ ոգևորված է, ես հիշում եմ։ Սուլեյմանի ոգևորվել, հետո բնականաբար, չգիտեմ ովքեր են, հիմա արդեն կարամ ենթադրել, իրան ոնց որ ասած կողքից մատ թափտվին եւ բան արեցին, այդ գաղափարը մեռավ։ Ռուսաստանից ենթադրում։ Գուցե ենթադրում եմ Ռուսաստանն է, չէ, որտեվ Հայաստանի ինքնուրույն դերակատարությունը, նայեք, ամեն մի երկիր պիտի առաքելություն ունենա։ Եթե Հայաստանն ուզում է որ համաշխարհային այս բարդ քաղաքական քարտեզի վրա ինքը երևա, ինքը մի բանով պիտի տարբերվի, մի դեր պիտի ունենա։ Այդ նույն կարար Իրանի համար բանա, միակ քրիստոնյա սահմանակից երկիրն ենք, իր համար դա ընդունելի է։ Իսկ հետո գնացին Ժնևներում, չգիտեմ որտեղ են բանակցում, այնինչ Երևանը այդ առումով հարմար էր եւ այլն, դա միշտ կարելի էր անել, հիմա էլ կարելի է։ Այդ նախաձեռնությունները չկա, այդ բան։ Իսկ Ադրբեջանը որ նայում եք, Ալիևը տարին 3-4 նման բանա նախաձեռնության բանդես գալիս։ Իսրայելին Թուրքիային տեսանք ոնց հազար բաներ անում, հանդիպաստում է, քննարկումներ անում ես անում։ Ճիշտ է, այս թուրքական պետությունների բանում այնքը շատ ակտիվ, որտեվ դրա մեջ է տեսնում։ Դե մենք էլ ինչ-որ մի նախաձեռնության պետք է հանդես գանք, որոնցից մեկը այդ Իրան Ամերիկայի մեջ դերակատարության արտա։ Եվ ուրիշ մի բան ասեմ, եւ սրա մասն էլ ես շատ եմ խոսել եւ այլն, նայեք։ Միջին արևելքը բացի երկրներից ինքը կրոնա էթնիկ խմբերի, այսպես ասած, բանա, խճանկար է մեծ։ Եվ ամեն երկիրն իր ներսում, օրինակ Թուրքիան մեծ թշնամական երկիր է, բայց Թուրքիայի ներսում կան միլիոնավոր կազմակերպված խմբեր, այսինքն միլիոնների ասնող։ Դուք միշտ ազգային փոքրամասնություններից եք խոսել, չէ՞ որ։ Օրինակ Զազաները, Ալևիները, ես բառացիորեն քայլելով գալիս եմ այստեղ, ինձ մարդ մոտեցավ Շվեյցարիայից եւ էդ էր ասում, որ ասում է ձեզ հետ ուզում են Ալևի քրդերը հանդիպեն Շվեյցարիայից պիտի գան կարամ ձեր համարը տամ հանդիպեն ասի այո ես հետներն աշխատել եմ ժամանակին նայեք 4-5 միլիոն ժողովուրդ են Թուրքիայի ներսում հայից ավելի պրոհայկական տրամադրված որտեվ իրանք թուրքի ձեռի տակ են եւ իրանք կոտորում են ճնշում են ջարդում են այսինքն հարաբերություններ աղանդ է համարվում չէ նույնիսկ չէ շիիտական տեսանկյունից այդ դե գիտեք իրանք ըստ էության մուսուլման չեն բայց ինչ տեղի ունեցավ երբ որ Ասադի հայրը Հաֆեզ Ասադը պիտի դառնար հեղաշրջում արեց Սիրիայում եւ պիտի դառնար նախագահ սահմանադրությունն ասում էր որ մենակ մուսուլմանը ինքը ալևի էր հիմա ոնց դառնա գնացին սուններին ասեցին դա բան արեք մի հատ ֆեթվա տվեք որ ալևիները մուսուլման են սուններն ասում չէ ոնց կլ դուք մուսուլման չեք այսինքն հետո գնացին շիաների մոտ քթան մի հատ ինչ որ այաթոլայի նման մի բան այդ բաներից որը մի հատ ֆաթվա տվեց որ սրանք շիա մուսուլման են ու դրա համար Ասադը դառավ բան նախագահ հիմա բայց երբ որ դուք դառնում դամ եք 5 գրականությունը մինչև 60-ական թվական դարաշրջանի գրականություն եւ այլն Ալևիները առանձին են իրենք եւ իսկապես իրանց հավատը այսպես միջանկյալ է այնտեղ եւ քրիստոնեական եւ հեթանոսական եւ այլն հիմա Թուրքիայում այդ Դերսիմի շրջանը երզնկայի ասենք այն թունջելի շատ մենակ է չէ Ադրբեջանը
Ուրեմն մենք թալիշներ, ավարներ, լեզգիներ, հետները աշխատանք չտարանք, որ դա կարող է Ռուսաստանը թույլ չտվեց, ինչ եք մտածում։ Ես օրինակ այդպիսի խոսակցություններ լսել եմ 1-2 անգամ, որ Ռուսաստանին ձեռք չէր տալիս, որ Հայաստանի իշխանությունները ցանկացել։ Ինչ նշանակում լսել եք։ Ինձ Հայաստանի հետախուզության պետի տեղակալը, երբ որ ես ուզում եմ լեզգին ասեց, ոնց կլինի, եթե լեզգինները ոտի կանգնեն, Ռուսաստանը ստիպված պետք է ոնց ասած Ադրբեջանին դեմ կրվի, Ռուսաստանը կարող է բան անի, քանդվի, ասի ոնց։ Ասեցի եթե Ռուսաստանը բանը Դաղստան Ադրբեջանա կրվից քանդվի, էլ այդ ինչ երկիր է, այդ ասի չհասկացա, հիմա դու կողմից ես։ Մեր թե Ռուսաստանի Այսինքն մեզ ձեռա տալիս, որ թալիշները հարավից, ավարներն ու լեզգինները հյուսիսից, մենք էլ արևմուտքից բանն ենք, եւ ոնց որ ասած սպառնանք իրենց։ Երբ որ Ֆախրեդին Աբազադեին Ալիևը բռնեց եւ 18 թվականին իդեպ, եթե այո, եւ Նիկոլի նամակ գրեցինք, Նիկոլը եթե տար Հայաստանի քաղաքացիություն, մենք Մոսկվայից կբերեինք Երևան։ 6 ամիս մեզ հաջողվեց ռուսական բանտում պայել, հետո Նիկոլ Փաշինյանին երբ որ գրեցինք նամակ, որ քաղաքացիություն դու չգիտեմ ոնց եղավ ինֆորմացիան ասավ Ալիևին, իսկ Ալիևը բան ուղարկեց, օթանավ ուղարկեց Մոսկվա, 1.5 միլիոն դոլար քեշ փողը ճամպրուկով տվեցին ՖՍԲ-ին, սրան տարան բան, Ֆախրեդինին տարան բանտը, որտեղ 6 ամիս հետո մահացավ։ Ռուս պաշտոնյաները։ Եվ գիտեք երբ մահացավ։ Ամենակոռումպած։ Չէ, 6 ամիս հետո չէ, ավելի 20 թվականի նոյեմբերին։ 20 նոյեմբերին, հենց այդ օրը։ Այո, շատ այդ օրը մահացավ։ Մի փոքրել, քանի որ շատ ճիշտ խոսեցիք Ռուսաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, այս երեք պետություններից, մեղադրանքները, որոնք նաև այն քաղաքական ուժը, որ դուք եք ներկայացնում, ձեզ ասում են, դուք ուզում եք այսպես ջայլան մի նման Հայաստանը, հա, այսպես ասած գլուխը դնի հողի մեջ եւ չնկատի, որ այս երեք պետությունները առկա են, նրանք մեր հարևաններն են, մենք պետք է նրանց հետ հաշվի նստենք, նրանց շահերը կարողանանք ուրեմն նկատի ունենալ եւ այլն, ասում են, ինչպես է դա հնարավոր չնկատել այս երեք հսկա, երբ հիմա Ադրբեջանն էլ հսկա դարձրեցին, ոմանց թեթև ձեռքով էլի, ինչպես հնարավոր նրանց չնկատել։ Մեր խնդիրը ի վերջո նկատել չնկատելը չի, իհարկե դու չես կարա չնկատես։ Հարցը հետեւյալն է։ Ասենք նկատում ենք Ռուսաստանի ազդեցությունը մեծ է։ Այդ ազդեցությունը հոգուտ մեծ է, թե ի վնաս մեզ։ Հիմա այսպես նայենք, Ռուսաստանի շահի տեսանկյունից նայենք։ Ասենք ձեզ դրեք Պուտինի տեղ, որի համար ամբողջ սահմանը, եվրոպական սահմանը Նորվեգիայից մինչև Սևծով ներառյալ Վրաստան փակ է։ Իր ելք չունի դեպի ծով։ Հյուսային Սառուցյալ օվկիանոսը մոռացեք, ընդ տարվա կեսը ասենք փագա եւ բան չի, Խաղաղ օվկիանոսն էլ շատ հեռու է, էլի բանի պետք չի։ Միակ ելքը դեպի Հնդկական օվկիանոս դա Ռուսաստան, Ադրբեջան, Իրան, Հյուսիս-հարավը դրա համար առաջ է տանում Դրա համար էլ երբ որ օգոստոսին, անցյալ տարի օգոստոսին Ալիևը այնտեղ էր բարձ ասած, это выход в Индийский океан։ Էտա ուրիշ ելք չունի։ Հիմա այս պայմաններում, որ դա համար Ալիևը թքում է Պուտինի երեսին, Պուտինն ասում անձրև է գալիս, որտեվ Ալիևը լավ է հասկանում, Պուտինը ճար չունի։ Հայաստանով չեն կարող գնալ այդ։ Իհարկե չեն կարող, որտեվ Հայաստանը որ մտնելու համար կամ դի Վրաստանից մտնի Հայաստան կամ Ադրբեջանից մտնել, չեմ ասում երկաթգիծ չկա։ Իրանը բավականին երկար համառում էր, այսինքն պիտի կառուցեր իբր թե աստարարեշտ իր հատվածի երկաթուղին, անընդհատ չէր կառուցում, որտեղ ինք ուզում էր որ Հայաստանով է ճանապարհը լինի, ասում էր փող չկա, Ռուսաստանը 1.2 միլիարդ վարկ տվեց Իրանին, որ այդ կառուցի ճանապարհը, ասեց էլի չկա, Ադրբեջանը վարկ տվեց, բայց հիմա Իրանը հասկացավ որ Հայաստանի վրա հույս դնել չի լինի, բայց էլի դեռ այդ երկաթուղին, բայց ասածս որն է։ Մի բան պետք է հասկանալ, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը, էլ չեմ ասում Ադրբեջան եւ Թուրքիան, եթե Թուրքիան էլ նմանես, հետեւաբար հայ-ռուսական հարաբերությունների լավ կամ վատ լինելու պատասխանատուն մենք չենք, Հայաստանը չի, եւ քանի Ռուսաստանը կարողանում էր եւի քաղաքականություն իրականացնել, մի քիչ հայերի հետ էլ լավ, մի քիչ ադրբեջանցիների հետ էլ լավ, սրանց էր զենք ծախում, մեզ էր զենք ծախում տալիս, այդ ուրիշ է, բայց երբ որ Ադրբեջանը արդեն հզորացավ, ինքը չորով դրել է հարցը, կամ ես,
կամ Հայաստանը եւ այս ժամանակ բնականաբար Ռուսաստանը ընտրել է եթե Ադրբեջան եւ այդ պատճառով էր որ մենք Արցախում նու պարտության պատճառներից մեկը մենակ այդ չէր էր որ Ռուսաստանը ոնց ասում չորով կանգնեց Ադրբեջանի կողքը հերադիտակի այդ համեմատությունն է կարել որ Ադրբեջանը երևում է թե չէ շատ լավ հիշում եմ ձեր այդ հարցազրույցը բայց ուզում եմ ասեմ որ այդ շրջանակները պրոռուսական ասում են որ դա Եվրոպայի համար էլ այդպես նրանք էներգետիկ շահեր ունեն միայն Ադրբեջանն են տեսնում այսինքն ավելի շատ Ադրբեջանն են տեսնում թե միայն քան թե Հայաստանին սա էլ ասեմ այո դա էլ է ճիշտ բայց խնդիրը հետեւյալն է գոնե Եվրոպայում կան ասենք պրոադրբեջանական ուժեր եւ կան պրոհայկական ուժեր այո Ռուսաստանը միայն պրոհայկական ուժ հասկանում եք էս ամբողջ հարցը իսկ Ամերիկայում ավելի պրոհայկական ուժ կա այսինքն հետները մի քիչ եթե բանես ովքեր է Ամերիկայում այդ պրոհայկական ես հեսա կասեմ տեսեք ես ինքս այս վերջերս եվրոպական մի երկրում էի ինձ մոտեցան հունգարացիները ասեն նայեք մենք գիտենք ինչ մենք ներողություն ենք խնդրում այս հարաբերությունների համար բայց գիտեք ասма որ մենք Բուլղարիան, Հունգարիան, Իտալիան բան դե գազ են ստանում մենք լուծենք ասма այս գազի հարցը իրանք միլիոն տարի մեզ պետք չեն մենք գիտենք Արցախ իրանք ասում են Արցախ ասած հետա իրանք գիտեն բայց այդ վիճակի մեջ են նույնը իտալացիք այսինքն բանեն բայց խնդիրը հետեւյալն է դրա համար արդյոք Ռուսաստանին հայկական սարքելու համար մենք գոնե շանս հնարավորություն ունենք թե չունենք եւ Եվրոպայում հիմա կամ միացել հիմա ովքեր են հայկական հիմա ովքեր են հայկական միացյալ նահանգներում կներեք միացյալ նահանգներում կրկնում եմ որ խումբն է որ կազմակերպված խումբն է ամենահզորը միացյալ նահանգներում հրեական ոչ հայկական ոչ դա այսպես ասած National Christians դրանք քրիստոնյա այս բանին կարելի ասել միշտ նույն Իգոր Մուրադյանի հետ երբ որ մենք բանում էինք Վաշինգտոն էինք եւ խոսեցինք մի հայտնի լոբիստի հետ ինքը նույն հարցը տվեց ասեց որ լոբին ամենաուժեղը ասինք իսրայելական ասեց ինչ իսրայելական հрьяաները ինչ որ չեն կարում անեն գնում են քրիստոնյաների մոտ 40 միլիոն կազմակերպված ճիշտ ասում բանա դա ասում են մենք Աստծո ընտրյալ ժողովուրդն ենք ու իրանք այդ պաշտպանությունը ստանում են ասում են լսեք դուք մարդկության հայրենիքն եք երկու անգամ double մի անգամ դրախտում է մարդկությունը ծնվել որը ձեր երկրում է եւ պրատի տիգրեսը մի անգամ էլ Արարատի գլխին դուք մարդկության հայրենիքն եք դուք հասկանում եք որ մենակ այս նախադասությունը որ դուք այդ բանի մեջ խոսակ, ասեք, կապեր հաստատեք, բանը, եթե դուք կարողանաք տրամադրեք եւ այդ ձևը ոչ մի նախագահ չի կարող Միացյալ Նահանգներում ընտրվել, եթե այդ քրիստոնյա համայնքները կողմ չքվեարկեն։ Թրամփը դա շատ լավ հասկանում։ Ինքը չլնելով խորապես հավատացյալ մարդ, ինքը դրանց հետ անընդհատ հարաբերությունների մեջ այդ թվում նաև սիրաշահելու, որտեղ հասկանում է, որ նրանք նախ քանակապես շատ են, այդ կենտրոնական Ամերիկան եւ հարավը դրանք են։ Երկրորդը կազմակերպված են, ի տարբերություն ուրիշների, որ չեն գնում ընտրությունների, սան գնում են, եւ երրորդը իրանք ենթարկվում են, այսպես ասած, ընդհանուր այդ իրանց որոշումներին։ Եվ քանի որ հрьяաները կարողացել են, հрьяաների ուժը այդ իսրայելական լոբին հрьяաներով չի։ Իրանք կարողացել են համոզել, որ իրանք Աստծո ընտրյալ ժողովուրդ են, դա համար աջակցություն են ստանում։ Չի ստացվում հայերի մոտ աշխատել այդ քրիստոնեական։ Չեն արել հայերը։ Ընդհանրապես չեն։ Ընդհանրապես այդ թեման չի արվել, որտեվ ինչի, դա սովետական առումով դա չէր արվելու, որովհետև սովետայև եկեղեցին, հա, մեր չէ, այստեղ ուրիշ խնդիր կա, ցավոք ստի մեր եկեղեցին շատերին նրանց համարում է աղանդավոր, շատերի դեմ է, մի մոռացեք։ Բաստեղ ամեն մի ավետարանական եկեղեցու ընդունում են, չգիտեմ ինչերով, փշերով եւ ներկայացնում են եւ այլն ինչ բան։ Հասկանաս պետք է այդները լեզու գտնել, պետք է ինչ-որ բաներ անել, եզրեր գտնել այդ։ Իհարկե, որովհետեւ տեսեք, Հայաստանը որպես պետություն 198 երկիր կա ՄԱԿ-ի անդամ, այդ 198-ի մեջ երևի 160-րդը կարա լինի։ Իր տնտեսական, դեմոգրաֆիկ եւ բանով է դա, հազիվել այդ կան։ Բայց հայ ժողովուրդը ազգը որպես քրիստոնյա առաջին պետություն, որպես մարդկության ըստ քրիստոնեական ընկալման հայրենիք, այդ առաջիններից մեկն է։
ամբողջ 19-րդ դարում, որ ամերիկացիները Օսմանյան կայսրությունում գործունեություն էին ծավալում եւ այլ, այդ Ուիլսոն իրավարը վճիռը պայմանավորված էր հենց դրանով։ Հայերի այդ քրիստոնեության հայրենիք լինելու գաղափարով հիմա ամերիկացիները 100 տարի առաջ էր հիմա լիբերալների մոտ օրինակ այդ քրիստոնեության մասը որ անում է շատ վատ անկարգում բայց հիմա լիբերալները կամաց-կամաց այո նահանջ ահաչական ուժերի բոլոր տեղերում ամբողջ աշխարհում ներառյալ Եվրոպայում մենք տեսնում ենք որ որտեվ առաջ էսպես էր ենթադրվում էր ինչպես կոմունիզմի գաղափարը որ լավ գաղափար է կգա եւ երջանկություն կբերի բայց մարդիկ ամեն այս կոմունիզմը եկավ գաղափարը լավ է բայց իրականությունը շատ վատ է հիմա լիբերալ գաղափարներն են լավ գաղափարներ է բայց տեսան իրականության մեջ ինքը ուրիշ ծայրահեղություններ է տանում հիմա հետընթաց կա այդ առումով բանը մենք տեսնում ենք Գերմանիայում նայեք այսինքն այնտեղ Ֆրանսիայում նայեք Միացյալ Նահանգներում նայեք ամենուր է ծևը ամենուր բնական է որովհետև ասեն պահպանողականությունը ավելի այսօր ոտատեղ անում այսպես ասենք բնականաբար լիբերալները կան բայց նույն տեսեք Գերմանիայի օրինակը բերեմ որովհետև պատրաստվում եմ այնտեղ գնամ ահագին հանդիպների ասենք այսօր առաջի ուժը քրիստոնյա դեմոկրատներն են Առաջ սոցիալ-դեմոկրատներն էին, հիմա խորհրդարան քրիստոնյա, երկրորդը արդեն Alternative for Germany նրանք են։ Հա, սրանք որոնք, այսինքն իրանց համար դա հիմա Եվրոպայում համարվում է աճ ծայրահեղ, բայց սրանք միակ ուժն էին, որ օրինակի համար Արցախի շրջափակման ժամանակ եկան, գնացին Եվրոպայում խոսացին, հարցերը բարձրացրեցին, ինչու՞ Հենց հայկական քրիստոնեության համար հիմա նաև իրենք չեն ուզում ընդլայնվի Եվրամիությունը նաև իրենք դեմ են միջամտելու այլ տեղերի Չէ, որովհետև նաև բանկա, չէ, գիտեք ինչ է, եթե Ֆրանսիայում միջին ծնելիության ցուցանիշը 1.4 է, իսկ մուսուլմանների ծնելիության 8.1, բնականաբար դա էլ չեն աշխատում։ Հիմա վերջի թվերը որ դուք նայեք Գերմանիայի այսինքն այդ ներգաղթյալներ մուսուլման մեծ մասը չի աշխատում նստած է սոցիալական բաների վրա բայց այդտեղ ես այս ամբողջ ինչ եմ ուզում ասեմ հարց ինչու է Նիկոլ Փաշինյանը հայ եկեղեցու դեմ պայքարում Հենց դրա համար որտեղ ինքը հանձնարարական է ստացել թույլատնել բոլոր այն հնարավորությունները ինչը Հայաստանին կարող է համաշխարհային առումով ուժեղանալու հնարավորություն տալ վարկաբեկել հայ եկեղեցին թույլատնել հայ եկեղեցու կառուցը սա կապ չունի կաթողիկոսը երեխա ունի չունի նոր իմանում որ երեխա ունի 7 տարի առաջ չգիտեի բոլորն էլ գիտեին 10 տարի առաջ էլ գիտեին այլ գիտեին այսինքն այդքան կարևոր է քան այս հնարավորությունները քո երկիրը կործանման եզրինականել փրկելու դա գործիք է հայ եկեղեցին հզորագույն գործիք է մեր պետականության ձեռքին որը կարելի է բան հիմա թույլատնելով այդ գործիքը ինքը ծառայություն է մատուցում Ալիևին եւ Էրդողանին Եվրոպայում այն շրջանակների մասն էլ որ խոսեցիք պրոհայկական ձեզ մոտեցել են հա ուղարկել են ինչ որ մեսիջներ դրանք էլ այսօր էլի այդ ծայրահեղաչականներին է վերաբերում հա մեծամասն մենակ չէ մենակ ծայրահեղաչականը չի ինչա ասենք քրիստոնյա դեմոկրատները չես կարա մերցի կուսակցությունն հա կամ ասենք Միացյալ Նահանգներում հանրապետականներ նայեք կա Աճ կենտրոնամետ ուժերի մի միություն, որը կոչվում է International Democracy Union, կազմակերպություն, մենք անցյալ մայիսին Բելգիայում այս հրավիրված էր ազգաժողովրդական բևեռը մասնակցել են։ Այդտեղ ծայրահեղ աճերը չեն, դա աճ կենտրոնամետն է, պահպանողական։ Ոնց որ ազգաժողովրդական բևեռն է, մենք միակն ենք որ հրավիրած, իդեպ հրավիրված ենք նաև Վաշինգտոն դեկտեմբերին, որի մասնակազմում հանրապետական կուսակցություն է։ Այսինքն հանրապետակցության ամեն տեղ կա ԵԺԿ-ում կա Չինաստանի հետ կա ես այս հանրապետականը չեմ ասում ամերիկյան ես մտածի այնտեղ էլ կա չէ այս հանրապետականը չի ամերիկյան հանրապետականը Թրամփը եւ այլոք էլի այսինքն ուզում եմ ասեմ այդ բանը հիմա դա եւ նա ղեկավարը Սթիվեն Հարփերն է կանադայի նախկին վարչապետը որին ես ճանաչում եմ կանադայից եւ Բրյուսել հանդիպեցինք ագին խոսեցինք ասած հետեւյալն է
Պետք է դա օգտագործես։ Եթե կա այսօր նման կառույց, որը աշխարհի աճ կենտրոնանում այդ ուժերին միավորում, այդ դրանք մի քանի տասնյակ են, այդ դուք Բելգիայի անունը տվեցիք, այո, նույն Բելգիայի վարչապետը եկավ, ֆլամանական չէ։ Այո, հանդիպեցին, դա բրիտանական կոնսերվատիվներն են դրա մեջ, այսինքն մտնում, ճիշտ այսօր կառավարող չի, բայց շատ հնարավոր նորից եւ այլն, ասածս որն է։ Նայեք, եթե պիտի քաղաքական իրականացնես Նիկոլ Փաշինյանի նման, քեզ մի բան ասեն կամ անես կամ չանես, բայց ինքը չնախաձեռնես այդ ամբողջ բաները գործունեությունը, բնականաբար վերջում էլ ասել ես դե Ժողովուրդ ջան, մենք ուրիշ բան ինչ կարանք անենք, ճար չունենք, պետք է ստիպված իրանց ասածները ընդունենք։ Մեկ ռեմարկ եմ ուզում ասել, քանի որ խոսում եք Հյուսիս հարավ ճանապարհից, վաղնել այդ թեմատիկ լինելու է քննարկում հետաքրքիր, բայց իրենց պատկերացրած գիտեք Հյուսիս հարավ ճանապարհը, այսպես ասած, անցնում է Հայաստան-Վրաստան, Ռուսաստանով, այսպես ասած, Հայաստանի պրոռուսական շրջանակներ, իրենք չեն լսում թե Ռուսաստանը ընդհանրապես դա է ուզում ասել, ինչ է ուզում եմ խոսել Ռուսաստանում, այսպես կոչված Ռուսաստանի soft power-ից ասել։ Ըստ ձեզ այդ գոյություն ունի եւ գործակալական ցանցը կա Հայաստանում, ինչ ներկայություն ունեն, դուք մոտավորապես ունեք պատկերացում։ Ռուսները, որ ահագին փող են ծախսում այդ ուղղությամբ, դա փաստ է, ահագին էլ ավելի շատ էլ ուտում են, դա էլ փաստ է։ Չէ, կա որովհետև օրինակի համար նույն ռուսները սիրուն, այսինքն հենց նույն Հայաստանում, այսինքն տարիներ առաջ էլ հիմա հասկացան անհույսը հանդիպել են, խոսել են, գիրք տպելու իմ աշխատության առաջարկներ, դա սիրուն բաներ։ Դո Մոսկվի Ռոսատրուդնիչեստվա, բայց հետո իհարկե հիմա իմ մուտքը Ռուսաստան վաղուց փակ է եւ այլն, երբ որ այդ վաղուցա պատմություններ եմ, էլա իհարկե կան, այստեղ կան հստակ կուսակցություններ, որ այդ աջակցություն են ստանում, սաղոր իրենց հետ հանդիպում են, բանն անում։ Վերջի իմ կոնտակտը ռուսների հետ, էլի հուշ երեկոյա մի քիչ բանն է, որտեղ սա ցուցատալի ցուցանիշ է։ Դա այն ժամանակ էր, երբ որ Ռուսաստանի դեսպանին Կարլովին սպանեցին Թուրքիայում, հիշում եք։ Այո։ Կարլովի սպանությունները։ 16 թվականներ դա։ Այո, ես թվեր լավ չեմ, բայց այն որ ասում է այդ տարի բան, բայց հետաքրքիրն ինչումն էր։ Դրանից ամիսներ առաջ ուղղաթիռի խոցումներ, չէ՞։ Ուղղաթիռը հարաբերությունները վատացավ, Ռուսաստանը սպառնաց, որ հեսա լոլիկներով չեմ անելու, հետո ասեց այ լոլիկներ չեմ առնի, թեման փակվեց, բայց ասածս որն էր, որ այնպես չի, եթե Ռուսաստանը մի քայլ անի պրոհայկական, մենք բան ենք էլի, ոնց որ ասած դնելու ենք ասելու ենք ոչ։ Չէ, երբ որ Կարլովին խփեցին Ռուսաստանի դեսպանը կան Վալենկինն էր, այսինքն միտեղ մի ուրիշ դեսպանատան ընդունելության էր, այսպես ասած պատահականորեն մեկը մեզ ծանոթացրեց, ասեց, բա ես էլ ուզում եի ձեզ հետ հանդիպեի խոսա ես կոմենքում, հա գնացինք, ես բացատրեցի տարբեր բաներ, վերադառնանք էլի Զազաներին, որ այդ բանը կար, ես Զազաներից այդ ժամանակ շատ սրտ, ասի նայեք, եթե դուք լուր սկսելու եք թուրքերի դեմ պայքար, մենք ունենք որոշակի հնարավորություններ, ձեզ կարանք այդ հարցը որոշակի օժանդակենք։ Եվ բան։ Եվ իրենք ինչ որ sense ոգևորվել էին, ինչ որ բաներ էին ասում, հեսա տեսեք մենք ինչ ենք անում։ Z բլոգերների մակարդակ։ Հա, հետո բան եղավ, արդեն թեման երբ որ Մոսկվայից հրահանգը գնաց թեման փակել, բնականաբար էլ որևէ շփում չեղավ, թե Վալենկինը մեկին հանձնարարել էր այդ ժամանակ, որ ասենք Թուրքիայի այդ ալևիների, Զազաների եւ այլոց հետ, դե մենք շատ լավ ուսումնասիրել ենք, մենք բաներ կա էլի, շփումներ որը շատ լուրջ ուսա։ Թուրքիայի բնակչություն, ասենք մի 20 միլիոնից ավել է ալևի է, այսինքն սրանք այս մարդիկ չեն հասկանում, որ այդ ասում են Թուրքիան 80 միլիոնանոց, կներեք այդ 80 միլիոնից կեսը թշնամի է այդ երկրին, այսինքն։ Եթե դուք նստեք սպասեք, նույնն էլ Ադրբեջանն է։ Այսինքն խոսում ծագումը, որ հունական ծագում ունեն լիքը այդ թուրքերից էլ այսպես կոչված հայկական ծագում։ Գենետիկ ուսումնասիրությունները ասածս որն է։ Որպեսզի Հայաստանը կարողանա դիմակայել իր թշնամիներին, Հայաստանը պիտի դուրս գա այս կաղապարային մտածողությունից եւ ինքը չպիտի կրկնի նույն ինչ որ անում է հարևանը, այսինքն Ադրբեջանը առավ 5 տանկ, Հայաստանն առավ եւս 5 տանկ։ Գնաց Շանհայ, գնացին Չինաստանի հետ ռազմավարական գործընկեր դառան։ Ինքնաթիռ առավ, չգիտեմ, Սու-30 առնում, ինչի ապետ ոչ ոք չի հասկանում, այդ Սու-30-ը մենք ինչ պետք է անենք։ Բայց բան այլ այդ գումարները պետքա ծախսել այդ ձեր ասած փափուկ ուժի վրա, պետքա տարբերվել, այսինքն մենք
ասիմետրիկ պատասխաններ պիտի տանք, սիմետրիկ պատասխանի համար մեր ոչ դեմոգրաֆիկ, ոչ նյութական հնարավորությունները չեն բավարարելու։ Եթե դու ունես թշնամի երկիր, դու պիտի թշնամու երկրի ներսում գտնես բարեկամ կազմակերպված խմբեր եւ հետները հարաբերություններ զարգացնես։ Սա է, ասենք դու պիտի կերտես քու անվտանգային միջավայրը եւ ոչ թե նստես, ոնց որ Նիկոլն ասում է, մենք կարմիր շոր հագած ճանապարհի մեջ տեղնենք 4 կողմը ցուլերն են, չէ, դες չի։ Դրական գետնի վրա էլի։ Որովհետև այո կան տարբեր ուժեր կան, պետք է հետները աշխատես, իդեպ սովետական միությունը այդ առումով շատ ավելի փորձալու էր, ճիշտ էր։ Այդ նաև հայկական սփյուռք էր օգտագործում իր շահերի համար։ Սփյուռքն էլ շատ լավ, ոնց որ ասած, այդ արծով, այդում հայկական եկեղեցի էր օգտագործում իր շահերի համար։ Այո, մարդիկ ծառայում էին սովետական միությանը, որտեղ մտածում էին, որ սովետի ու հայկական ՍՍՍ շահերը համընկնում են, ինչպես մեկն էր ասում, օրմը ռուսները պիտի ազատեն մեր հողերը, մեզի պիտի տան։ Ես էլ ասեցի, եթե ռուսները այդ ծավին, հենա Նախիջևանն ու Ղարաբաղն ազատագրած է, թոտան, հայերն էլ դեռ ապրում են Ղարաբաղում, բաները, բայց ուզում եմ ասեմ, բոլորը Ամերիկայի նման ռազմականապես հզոր երկիրը, դուք տեսեք ինքը ոնց է փափուկ ուժը օգտագործում։ Ես կարող եմ ասել, որ Հոլիվուդի կինոստուդիաները Ամերիկայի համար պակաս բան չեն անում, տրամադրելու համար աշխարհի ժողովուրդներին դրականորեն Ամերիկայի նկատմամբ, քան, ասենք, Պենտագոնը կամ think tank-երը, կամ think tank-երը, այո, որովհետև կամ այդ միջոցառումները ռուսները նոր են սկսել եւ ռուսները մի քիչ տապորային են, չի ստացվում իրանց մոտ էլ եւ այդ փորձը չունեն։ Իրանց Ռուսաստանի, եթե պատմություններ նայում եք, իրենց հաղթությունների մեծ մասը, հաղթանակների մեծ մասը պատերազմների հետ է կապված։ Իրենք խաղաղության մեջ հաղթանակ չեն։ Պայմանագրեր այ դիվանագիտության մեջ միշտ պարտվել են Միացյալ Նահանգների մասին եմ ուզում երկու բառով խոսել, հիշում եք էթնիկ զտումների հետ կապված շատ աղմուկ բարձրացավ իհարկե։ Կներեք Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալներ այո այն ժամանակ Յուրի Քիմը որ հայտարարեց, որ այնուամենայնիվ չեն հանդուրժի, եթե էթնիկ զտումներ լինեն, բայց հանդուրժեց, տեսանք որ ուրեմն հողի վրա այդ իրավիճակը եւ դրանից առաջ էլ նաեւ ասում որ Ստամբուլում հիշում եք տեղ ունեցավ հանդիպում Պոլսում, այսինքն Ռուսաստանն էր, Եվրամիությունն էր եւ Միացյալ Նահանգների ներկայացուցիչները եւ նրանք կարելի ասել այսպես օրհնեցին, այդ էթնիկ զտումները տեղի ունեցան, այսինքն նույն այդ Միացյալ Նահանգների հետ ինչպես պետք է Հայաստանը լինի դաշնակից, եթե ըստ էության նույն ոչ միայն իր խոսքին հետեւողական չի լինում, այլև այս կերպ ըստ էության օրհնում է էթնիկ զտումները ընդամենը 2 օր առաջ դրանից։ Եվ բարձր որ հետախուզություն ունեին, գիտեին ինչ է կատարվելու, չէ, եթե այդ հայտարարությունը արվում է, արդեն նշանակում է որ հողի վրա սկսվել է էթնիկ զտումների գործընթացը, որտեղ շրջափակում էր, սովամահության դեպք նույնիսկ գրանցվեց, խնդրեմ։ Այն որ Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ հսկայական բացթողումներ կան, անընդունելի են եւ հենց դրա համար մենք անընդհատ ենք խոսում հետները, որ ավելի լուրջ ներգրավվածություն է պետք, ավելի ոնց որ ասած այդ արժեքային համակարգին հավատարմություն է պետք, այդ թվում նաեւ ոնց որ ասած չվարկաբեկվել համար դա միանշանակ է։ Բայց ես ուզում եմ հիշեցնել, մինչեւ էթնիկ զտումները 20 թվականի դեկտեմբերին Երանախագահության երկու անդամներ Ֆրանսիան եկել են եւ Արցախի Արայիկ Հարությունյանը ճուզեց։ Հետո Արայիկ Հարությունյանին տարան Փարիզ, որպեսզի Փարիզում ինքը դիմեր որ ասենք միջազգային խաղապահների համար ինքը ասեց չէ միայն ռուսներին տվեք միջազգային խաղապահի կարգավիճակ հետո ողջունեց Դոնբաս Դոնեցկ Լուգանսկը հիշում եք իմ ասածս հետեւյալն այո մեղավոր են ասել ենք հիմա էլ ենք ասում դուք չեք պատկերացնի այդ անձնական խոսակցությունների ժամանակ ինչեր ենք ասում այդ ձև հիմա էլ բարձրացան ասենք էլի մեղավոր են այդ կիմի հարցում էլ առավել եւս մեղավոր դա վարկաբեկ է բայց որ իրանք կարողանան օգնել նաև այդ օգնելու հնարավորությունը պիտի տաս եթե դու չես դիմում ասես ինձ միջազգային խաղապահապետ որ ինքը բռնի ոնց ասած քու խոսքից ու առաջարկ անի շատերն ասում են այդ պրոսակոն բանը հիշում եք որ անվտանգության հարցեր խորհրդականն ասել էր սկանդինավյան խաղապահներ ուղարկեն ասում են Դե մենակ խոսքեր, եղբայր դու չգիտես խոսքեր թե չէ, ասել էին, դու ասել բեր միջազգային, Ռոբերտո Բրայան, եթե չեմ սխալվում։ Այո, ճիշտ եք։ Այսինքն
Դու ասեր այո բերեք միջազգային խաղապահներ, իրանք չբերեին այդ դեպքում մատնացույց կասեր սրիկային խաբեբային սուտ են ասում չեն բերում։ Գոնե քեզ մի փոքր, եթե էլի որոշել ես ընդունել ռուսական առաջարկը, գոնե քեզ մի փոքր էլ թանկով ծախի, էլի, ցույց տուր որ նրան համաձայնես, կարող ես քննարկել նայել։ Հասկանաս դու դիմացինի պիտի պատրվակ չտաս խուսափելու նման բաներից, պարտավորություններից։ Դուք պիտի այդ պարտավորությունները ասենք դնես իր առաջ, բայց նաև պիտի հնարավորություն տա։ Տեսեք, երբ որ Հայաստանը Սիրիա, դել բան արևմտամետ Նիկոլ Փաշինյանն է զորք է ուղարկում զինված ուժերի ներկայացուցիչներ, այնտեղ ասում են, բանա գիտեք իրենք սակրավորներ են, որ կապ չունի։ ՀՀԶՈ անդամ։ Ինչ դրոշի տակ եւ դա է կարևորը։ Ինքը ուղարկում է ռուսական դրոշի տակ կռվելու արևմտյան շահերի դեմ։ Հետո ակնկալել, որ արևմուտքը անձնազոհությամբ քո համար մի բան պետք է անի, մի քիչ տարօրինակ է։ Մենք ուզում ենք անի, մենք էլի ենք ասում, որ գիտեք, ի վերջո Նիկոլ Փաշինյանը հայ ժողովուրդը չի։ Դե իրանք էլ ասում են, ախպեր դուք եք ընտրել։ Դուք եք ընտրել, ձեր ժողովուրդն է ընտրել, ասում եք, չէ, ժողովուրդը չի ընտրել, դե ասում հիմա էլի նորից մի ընտրեք։ Ասում ես խախտումներ ա եղել, ասում գնացեք բան, կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոք գրեք, ասում ենք, խախտողից կենտրոնական ընտրական հանձնաժողովն է բողոք գրելով ոնց է։ Իրանք շատ բաներ չեն պատկերացնում, բայց այդ ծեվա։ Դե դրա համար քաղաքականությունը այսպես է, չկա ամեն ինչ լավ եւ դրական եւ այլն։ Եվ ել եմ ուզում ասեմ, այդպես չի որ գիշերները ամերիկացիք, եվրոպացիք չեն քնում, մտածում են Հայաստանի մասին։ Այդ ձև չի։ Բայց իրենք ունեն արժեքներ, Կարոն Պապյան, ներողություն եմ խնդրում, իրենք այդ ժողովրդավարությունը, հա, human rights-ը, դիմոկրատիան, իրենք իրենց արժեքներն են, իրենք պետք է հետևողական լինեն։ Երբ Մարտակոսը, դրանից առաջ Ստոլտենբերգն էր, դրանից առաջ այս վերջերս Կայա Կալասներ, որոնք այցելեցին Ադրբեջան եւ որևէ բառ չեն ասում գերիների մասին այնտեղ գտնվող, որևէ բառ չեն ասում քաղբանտարկյանների, մարդու իրավունքների խախտման, այդ ռեժիմի, հա, ադրբեջանական բռնապետական ռեժիմի մասին չեն ասում, էթնիկ զտումների մասին ընդամենը 2 տարի առաջ այնտեղ տեղնած ձայն չեն հանում։ Սա ուղղակի աբսուրդային է, այս մարդիկ պետք է առաջ տանեն։ Ոչ միայն Ադրբեջանում չեն ասում, Հայաստանում էլ չեն ասում։ Հա, հիմա Հայաստանում էլ չեն ասում, դե դրա համար քննադատում ենք, ասում ենք, հիմա համաշխարհային դիվանագիտությունը կան նահանջ ապրում։ Այսինքն մարդու իրավունքները, երբ որ առաջ գոնե ուզում էին որպես առաջ տային, գոնե ցույց էին տալի, ես փորձում են դրա համար անեն, հիմա դա աշխարհական շահերի համեմատությամբ ավելի ստորադասված է։ Նույն Ադրբեջանն իրանք ոնց որ ասված շոյում են, որպեսզի Ռուսաստանից կտրեն։ Նույն Հայաստանի պարագային այսօր Նիկոլ Փաշինյանին հանդուրժվում է շատ բաներ, որ նախորդ նախագահներին չէր հանդուրժի, հաստատ ես ձեզ ասեմ։ Միանշանակ Ռուսաստանը ըստ ցեղասպանական պետություն է այսօր։ Եթե պատմական էլ չնայենք, այսօր կոնկրետ այն ինչ որ տեղի է ունենում Ուկրաինայում, դուք անվանեք դա ցեղասպանություն։ Այսօր չէ, ես չի անվանի այսօր ցեղասպանություն, որտեղ այսօր պատերազմ է գնում եւ այնտեղ խնդիր դրա չի ուկրաինացի ժողովրդի ոչնչացման հարցը։ Էթնիկ ինքնության բանի հետ կապ խնդիր չունեն, այսինքն մենք գիտենք չէ, մի րոպե, խոսքը ոչնչացման մասին է։ Ձեր ասածը, եթե ինքնությունը փոխվում է փափուկ ուժով, ինչ որ Նիկոլ Փաշինյանն անում Հայաստանում, փափուկ ուժի կիրառմամբ դա ցեղասպանություն չի։ Դա փափուկ ուժ է հիմա Ռուսաստանի կողմից նկատի ունեք Ուկրաինայում կիրառվում։ Մի րոպե։ Մենք իրար չհասկացանք։ Դուք ասեցիք, որ ինքնության դենացիֆիկացիայի մասին է խոսքը։ Դենացիֆիկացիան պիտի արվեր եւ արվում է փափուկ ուժի կիրառմամբ։ Ինչ որ Հայաստանում էլ է դենացիֆիկացիա գնում։ Բայց Հայաստանում որևէ մեկին չեն կոտորում։ Նայեք, ցեղասպանություն, Ռուսաստան ցեղասպան պետություն է, ինքը բազմաթիվ նման օրինակներ ունի։ Ուկրաինայի պարագայում օրինակ Հոլոդոմորը դա հաստատ ցեղասպանություն է եղել, որտեղ դա բուն նպատակ է եղել հսկայական, ասինքն կոտորել այդ մարդկանց, կոտորել այդ բանը։ Ուղղակի միջազգային իրավունքի collateral damage, այսինքն ացանցիալ զոհերն է, պատերազմի ժամանակ եւ այլն։ Բանը, որովհետև այստեղ ավելի շատ որ թշնամուն, որտեղ այդ զոհերի մեջ մի զգալի մաս էլ էթնիկ ռուսներ են, չէ, Ուկրաինայում։ Այնպես չի որ ասենք են բոլոր ռուսների դեմ կռվողները Ուկրաինայում ուկրաինացիք են, հայեր են, հрьяաներ են, մենք եւ այսպես ասենք, էլի, քանի որ սա ըստ էության պետությունների միջև պայքար է գնում,
կարելի ասել այսպես ասենք, որ մարդասիրական իրավունքի, հումանիտար իրավունքի լուրջ խախտումներով պատերազմը։ Դե ռազմական հանցագործ կոնկրետ պետություն է։ Տեսեք, նույն Ուկրաինան չի մեղադրում Ռուսաստանին ընդհանուր ցեղասպանության մեջ։ Ինքը հստակ վերցնում է Բուչայի քաղաքի օրինակը եւ ասում է, որ այդտեղ խաղ բնակչությունը կոտորվել է, որտեղ ուկրաինացի է եղել եւ այլն, եւ այդ օրինակն այսինքն բերում։ Ես կարծում եմ իրանք ձևել կա դատարան դիմել են, պիտի բան անեն։ Հիմա աշխատում են կոնկրետ, ես էլ գիտեմ այդպես, ես այսպես գաղտնիք բացեմ առաջին անգամ, հիմա այդպեսի մի հոդվածի վրա էլ ես եմ աշխատում կոնկրետ ցեղասպանության հետ կապված, որ բավականին հիմքեր կան, իհարկե դրվագներն են այենց այդ, որ ամբողջական բան չի անում, բայց կոնկրետ ուկրաինացիներ դրա համար կա ցեղասպանություն եւ ցեղասպանական գործողություններ հասկացությունը կա, էլի։ Այսինքն գործողությունները դա դրվագներն է, դա այդ բաներն է, որ կա, որտեվ եթե նույն ադրբեջանցիներն այն, որոնք ասենք փորձում են նույն եւ իրենք աղմուկ են հանել դրա շուրջը, այսինքն խոջալույի ցեղասպանություն բանը, ինքը ոչ մի, եթե անգամ ենթադրենք, որ հայերն են կոտորել, իսկ հաստատ հայերը չեն կոտորել, դա չի կարող որակվել ցեղասպանություն, եթե ապացուցի, որ հայերն են եղել, ելի եմ ասում, այդպես չի, դա ընդհանրապես ցեղասպանական գործողություն է, որը շատ ավելի ցածր կարգավիճակ, բայց միևնույնն է, դա օրինակ մենք միշտ բանենք, չի ասենք այդ նոմս մենք ցեղասպանությունը ճանաչել, բայց օրինակի համար այդ բռնագաղթը, deportation կոչեցյալը նույնպիսի հանցագործություն է միջազգային իրավունքի, ավելին ասեմ ձեզ։ Այն երեխաները, որոնք բանից ուկրաինացիներից տեղափոխվել են ռուսական ընտանիքներ, դա ցեղասպանություն է, այդ մասով ցեղասպանություն է, որտեվ դա կարծեմ երկրորդ հոդվածի 4-րդ կետն է, որ ասում է, եւ շատերը հենց այդ չեն հասկանում Հայաստան։ Ես հիշում եմ 2015 թվականին Եվրոմիությունը մի հատ էշ ծրագիր էր մեջտեղ բերել, ուզում էր որ բոլորը գրեն, թե թուրքի կամ քրդի կողմից փրկված հայի մասին, ես հակառակը գրեցի, ասի փրկվել են որպես մարդ, բայց իրենք որպես թուրք ու քուրդ են մեծացել, իսկ ցեղասպանության կոնվենցիան հստակ ասում է, եթե դու երեխային կտրում ես իր ազգությունից եւ նա ուրիշ էթնիկ խմբում մեծանում է որպես, ասենք, ոչ հայ, արդեն դա ցեղասպանություն է, որտեվ ինքը որպես մարդու այդ տեսակ սպանված է Բարթը միայն եւ այսօր նույնը անում են Հայաստանին։ Ինչու են օրինակի համար շատերը ասում Նիկոլ ցեղասպան, որտեվ Նիկոլն ինչ է ասում, Նիկոլը հայի ինքնության դեմ է պայքարում։ Ինքը ուզում է այդ մարդիկ մեծանան, ոչ թե որպես, ինչ ասում, դες մանկապարտեզում երեխեքը մասից էին նկարում։ Ինքը ուզում է իրանք մեծանան ոչ հայ։ Հասկացեք, ինքնության կորուստը դա ցեղասպանություն է, ի վերջո մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ։ Դա Լերանտ Մատեոսյանն էր ասում եւ այլն։ Եթե դու իրանից զրկում ես այդ հիշողությունից եւ իրան ֆիզիոլոգիական մի էակ ես սարքում, որ ինքը միայն պիտի ուտի բազմանա, այսինքն երկու հիմնական բնազդը իրականացնի, գիտեք, դա բոլոր կատնասուններն էլ գոնե այդ մակարդակը ունեն։ Խոսեցիք հիշողությունից, ես էլ հիշեցի 2021 թվականի ձեր հարցազրույցը, որ նշել եք, քանի որ այսպես դիլեմա է ստեղծվել այդ իրավիճակն է, ավելի լավ է Քոչարյան Փաշինյանի մեջ, ավելի լավ է Փաշինյանը, որովհետև հակառակ դեպքում Հայաստանը կդառնա Հյուսիսային Կորեա, Ռուսաստանի նպատակն էլ մնում է Քոչարյանին բերել իշխանության, հա, դրա համար որ կոնկրետ Ռուսաստանից կառավարվող մարդը Փաշինյանը իբրև թե մանևրում է։ Այդպես եք դուք էլ մեկնաբանել։ Այո, այն ժամանակ իբրև թե մանևրում է։ Բայց հիմա խոսում եք ադրբեջանականացման մասին, էլի, ընդամենը տարիներ անց։ Դե գիտեք ինչա, Նիկոլ Փաշինյանին արագությամբ է փոխվում, բանի վերջո պիտի ընդունենք, որ 18 թվականի Նիկոլ Փաշինյանը 20 թվականի Նիկոլ Փաշինյանից տարբեր է եւ հակառակը, եւ այդ մարդը ամենայր հիմնական հատկանիշը պատեհապաշտությունն է, ցավոք սրտի, որովհետեւ եւ ինքը դրանից օգտվում է։ Այսինքն այդ պատեհապաշտությունը հնարավորություն է տալիս ժողովրդին խաբելու, բայց մենք որպես հանրություն, որպես ազգ անընդհատ կորուստների մեջ ենք։ Գիտեք, իմ համար հետեւյալն է, եթե Հայաստանը չպիտի լինի հայոց նպատակների իրականացման խարիսխը,
ինքը չպետք է լինի մեր ինքնության պահպանման տեղ, այսինքն պիտի լինի մի տարածք, որտեղ պիտի մարդիկ ապրեն եւ իրանց խնդիրը պիտի լինի միայն կենցաղի խնդիրը լուծելը, այդ դեպքում այստեղ տարապելու իմաստը չեմ տենում։ Այդ դեպքում 2.5 միլիոն ժողովուրդ ենք մնացել, հետո ծրվենք աշխարհով մեկ գնանք լավ ապրենք, Ավստրալիայում էլ, չգիտեմ, Կալիֆոռնիայում էլ լավ ապրենք, վերանանք գնանք։ Բայց այս խնդիրը է դա, որ բաբա Հայաստանը որպես հայոց պետություն, սա է ամենակարևորը։ Իսկ հայոց պետությունը ունի անցյալ, ունի ապագա, այդ ամբողջը պիտի այդպես լինի։ Եվ պետության իմաստը, պետությունը որպես ազգի կազմակերպման բարձրագույն ձև եւ որպես կարևորագույն գործիք իրականացնելու ազգային նպատակները մարդիկ ինչ են պետություն սարքում, ինչ են հարկեր վճարում, որ իրանք էլ աշխատավարձ ստանան ու պատավատ ունենան բան, որ իրանք իրականացնեն մեր ազգային նպատակները եւ երազանքները։ Եթե պետք է ելեմ կրկնում, խնդիրը մենակ նրա մասին լինի, որ մենք ոնց ենք կարողանում ոնց մեր գլուխը պահել կամ ավելի շատ մեր փորը պահենք, հաստատ դա դրսում շատ ավելի հեշտ անելը, քան Հայաստանի ներսում։ Եվ քանի որ դուք շատ դիվանագիտական գործ ունեք, այս հարցն տամ ու քաղաքական բլոկը ավարտենք, հիշում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը իր հայտնի հարցազրույցի ժամանակ նաև ըստ էության դրվատեց ձեզ, հա, հիշեց ձեր գործունեությունը, ասաց, որ Արցախյան կոնկրետ բանակցությունների этаպում կոնկրետ մի этаպում դուք շատ մեծ դերակատարություն եք ունեցել այդ ԵՀԿ-ի փաստաթղթի դուք չեք հիշում, հա, ես ուզում եի այդ этаպի մասին մանրամասնեք, ես էլ չեմ վերադիտել իր հարցազրույցը, որ կոնկրետ հիշեի, որ փաստաթղթի հետ կապված էր, ուզում եի մանրամասնենք, շատ լավ, այդ դեպքում անցնենք բլից հարցերին։ Դուք առասարակ բնավորությամբ կարող եմ այսպես տպավորությունը հանգիստ մարդ եք, բայց ստացվում են իրավիճակներ ձեզ զայրացնել եւ ինչն է ձեզ հիմնական զայրացնում։ Հանգիստ մարդ եմ, միգուցե նրանից է ես որ բավականին այսպես նաև փորձառություն ունեմ այդ բանի, ես երիտասարդ տարիքից 3 տարի պատերազմի մեջ եմ եղել բավականին լուրջ, ես ինքս իմ վրա զարմացա, թե ինչքան հանգիստ էի տանում, շատ մի հետաքրքիր բանի ներշնչանքի պատճառով, էլի ասма հուշերը կա պատմենք, համալսարանում գնչուներն եկել էին, բախտ նայեցին, ասեցին, թե դու 42 տարեկանում պիտի ավտովթարից մահանաս, այս արդեն 60-ն անց եմ էլի, բայց հարցը այդ չի։ Ու ես երբ որ այդ 20-21 տարեկան կռվի դաշտում էի, ես այնքան վստահ էի, որ ինձ բան չի լինելու, որտեվ պիտի 42 տարեկան ապրեի եւ դա համար հանգիստ եմ։ Այո, ինձ ջղայնացնում է այն բանը, երբ որ ես հասկանում եմ, որ դիմացինս հասկանում է, որ ինքը ինչ է ասում, բայց շահադիտական նպատակով, ոնց որ ասած, կեղծում ասուտ բան ասում եւ այլն, ու դա չեմ կարող ապացուցել, ինձ այդ դերսից ջղայնացնում է։ Իրադարձություն, որը հիմնովին փոխել է ձեզ։ Դա գեներալովի հետ մենք փանչիր ենք թռնում իր ուղաթիռով եւ ուղաթիռը երկու իրադարձություն, էսի երկրորդ հետո կանդրադառնամ դրան, որտեվ այդ ժամանակ հիշեցի, երկու ուղաթիռն էլ խփեցին դեշեկայով, այդ կրուպնակալիբրնի բան, դապես ուղաթիռը շատ արագ վառվում է, էլի։ Ու չվառվեց, մենք իջանք, հետո գանք շռապավ, բայց հարցը հետա ու բոլորս ասում էին, սա միլիոնից մեկ է լինում, սենց բան։ Ու ես այդ բանը, ես մտածում եմ հետևյալը, եթե ես այդպես հավատացյալ չեմ տուն, բայց ես մտածում եմ, եթե ինձ Աստված կամ ինչ որ մի բան փրկել է, ես չեմ զոհվել, ուրեմն պետք է իմաստ ունենա այդ բանը։ Հետո ես հիշեցի, որ երբ որ ես երեխա էի, դպրոց չէի գնում հաստատ։ Մենք Էջմիածնում կանգնած ենք, երբ որ Վազգեն Վեապարը այդ իր թափորով անցնում էր, դե ես երեխա եմ չեմ հասկանում, այսինքն ով է ինչ է բանը, ես հիշեցի, որ ինքը սենց այդ թափորը ճեղքեց ու եկավ ձեռը դրեց գլխիս վրա, այսինքն ինչ որ բաներ ասեց, բան դե ինչ գրապար ինչ հասկանաս բան, ու այդ բանը, ու ես չգիտեմ ինչի այդ պահին, երբ որ ուղաթիռը ծխում էր, ես այդ բանը հիշեցի, ու հետո երբ որ նաև չվառվեց, իմիջիալոց գնդապետ այդ ժամանակ Զինևիչի եւս ուղղաթիռի մեջ այն որ հետո դառավ Ղարաբաղի բանը շտաբի պետ գեներալ Զինևիչ կար եւ այլն այդ դա ինձ փոխեց ես կյանքի նկատմամբ իմ վերաբերմունքը արմատապես փոխվեց ես դրա համար այսինքն ես մարդ պետք է մահը ռեալ տեսնի սենց ասենք էլի
որպեսզի կյանքը գնահատի ու այս մաններ բաներ հետևից փող, մող, պաշտոն, բան աչքին չի գալիս։ Երբ որ ես տեսել եմ, ասենք, այսօր գեներալ գնդապետը բոլորի վրա գոր գրում է այս անում, ուղղաթիռով թռնում է գփի չկա այլևս, վերջացավ։ Թեման փակվեց, այդ գեներալ գնդապետը չկա, այդ բոլոր բաները, այսինքն մահ ու կյանքի մեջ այնքան բարակ է այդ սահմանը, որ դրա համար երեխա ժամանակ իհարկե մահվանից միշտ մարդ վախենում է, բայց դու հասկացա, որ մահը կարևոր բան է։ Կյանքը արժևորում է մահով։ Եթե մահը չլինի, մարդիկ չեն կարող գնահատել այս ամբողջը։ Իսկ երկրորդ кейսը որն էր, ասեք երկու բան կա, որ ձեզ փոխ։ Չէ, մեկն էլ այդ բանն է, Վազգեն կաթողիկոսի բանն էր։ Ձեր ամենամեծ սկզբունքը, բան։ Ամենամեծ սկզբունքը հետևողականորեն, շարունակականորեն, չնայելով ով ինչ ասում, ինչ անում, գնալ այն նպատակին, որը ես իմ առջև դրել եմ եւ դա հասնել դրան։ Ես իմ հաջորդ հարցին ստացիամ պատասխան, ուզում եի ճշտել որոշումներում փոփոխական եք, բայց փաստորեն հետևողական եք։ Չէ, շատ հետևողական եմ, բան եմ, կոշ չեմ բանակցային բանում, sense փափուկ եմ, բայց իմ հետևողականորեն ես կտանեմ հետևողականորեն։ Ահա։ Երիտասարդների հետ ընկերություն անում եք, ունեք երիտասարդ ընկերներ։ Դե կուսակցությունում կարող եք ասել։ Հա, կան իհարկե, թեև բնականաբար ավելի իմ տարեկիցներն են, բայց կան մի ժամանակ դե ավելի շատ էր դա, երբ որ համալսարանում դաս էի տալիս, հետո չստացվեց շատ է ժամանակ խլում, բայց կա իմ կապը երիտասարդների հետ ավելի շատ հիմա մի քիչ կարող է տարօրինակ լինի, բայց բան է, էլի, այսպես առցանց է, on-line է։ Ինչ շատերն են գրում, ես էլ պատասխանում եմ, իրանց ինչ որ բաներ են ուզում, նյութեր են ուզում, տալիս են, խորհուրդներ եմ տալիս, նաև հանդիպում եմ, այո, կա այդ կապը։ Հիասթափություններ ունենում եք։ Այո, իհարկե ունենում եմ, երբ որ անընդհատ փորձում ես մի բան անել, չի ստացվում, դու համոզված ես քո ճշտի մեջ չի լինում կամ նույն ասենք ինչ որ ժողովրդիդ համար բան ես անում, բայց ես չի ասի ես երախտագիտության ակնկալիք ունեմ։ Այսինքն չստացվելուց է ձեր հիասթափությունը, ոչ թե մարդկանցից, ես ավելի շատ ճիշտ ասում, մարդկանցից չեք հիասթափվում։ Չէ, ես ներողամիտ եմ այդ հարցով, որովհետև հասկանում եմ, որ ես միշտ մի օրինակ եմ բերում, ասում եմ, ասենք տեսեք, հիմա ինձ Աստված չի տվել երաշտական լսողություն, ես չեմ կարող այդ բանը հասկանամ ու չեմ հասկանում ոնց է լինում 10 ջութակար նվագում են ու ասենք ժյուրին նստած ասում է այս ավելի լավ է նվագում, որովհետև իմ համար 10-ն էլ շատ լավ են նվագում։ Հիմա ամեն մարդու էլ չի տվել քննական, քննադատական, վերլուծական միտք։ Այդ ձև ներում եմ, բայց նեղվում եմ նրանից, որ հասկանում եք, ոնց որ ասած, գիտեք ինչ անում, ինչ որ հարազատ մեկը ունես, որ գնում է կործանման ու դու չես կարող դա կանգնեցնես։ Վախենում եմ ինչից։ Վախենում եմ, որ շատ ծրագրեր ունեմ, կիսատ մնան, փորձում եմ հնարավորինս բան անել, ինչ որ ավարտի հասցնել, ամփոփել։ Իհարկե կիսատ են մնալու շատ բաներ, բայց գոնե հնարավորինս քիչ լինի։ Ափսոսում եմ ինչի համար։ Ափսոսում եմ, որ գիտեք, ժամանակի որոշակի կորուստներ եմ ունի։ Ես թափես ռացիոնալ եմ ժամանակի հարցով, բայց ունեցել եմ կորուստներ, այսինքն ժամանակի բան, ինչ որ բաների վրա ժամանակ եմ ծախսել, չի ստացվել, բայց մյուս կողմից էլ պետք է այդ ժամանակը ծախսես, որ իմանաս կստացվի թե չէ։ Ժամանակի կորուստի համար եմ ափսոսում, որովհետև հասկանում եմ, միակ բանը, որը չի կարելի հետ բերել, այդ ժամանակն է։ Անշրջելի է դա։ Ինչ երբեք չեք ների։ Չեմ ների Եվ դավաճանությունը ավելի շատ, երբ որ ես դավաճան լայն առումով էլի, լինի ընկերական, լինի հատկապես հայրենիքի։ Ես օրինակի համար տեսեք, իմ նկատմամբ ես ավելի հեշտ կտանեմ, որ հեշտ տալ եմ, այնքան մարդկանց եմ լավություն անում, այնքան վատությունը հանգիստ եմ։ Եթե իմանում եմ, որ ինքը ինչ որ մի լավ բան անում է, ասում եմ հալալ է իրան, թող այսինքն ինչ անում է, կարևորը այդ կոլաբորացիոնիստներին չեք ներում, այսինքն։ Հա, այսինքն այն որ 5 կտակարանն ասում ատաման եւ այդ բաները չունեմ։ Բայց մի բան էլ կարող եմ ասել, ինձ անձնապես վատություն անոցողների մեծ մասը ինչ որ պատիժների են արժանանում։ Ինչ որ բաներ կա, դժբախտություն գլխներին են գնում, բան այդ գիտեմ, էլի ես համար չեմ շտապում։ Արա Պապյան քաղաքական գործի դիվանագետի վրա ամենաշատ ազդեցություն թողած անձը ով է եղել։ Գիտեք, կա մի
փիլիսոփա Լյուդվիգ Վիտգենշտայն, որը լեզվական փիլիսոփայության բանն է, ես մի ժամանակ շատ տարված էր իմ դիպլոմային աշխատանքն եղել է պարսկերենի եւ հայերենի հենց լեզվամտածողության բանը, այն որ հիմա բան էին չի անում, մի հատ տերմին էին օգտագործում, որ լեզվական, չգիտեմ ինչ բան, այդ Վիտգենշտայն կարծես թե շատ ինքը հա, շատ բան է, որտեվ իմ համար այդ ասենք վերլուծության նոր բան բացեց, էլի ընկալման բառերը, ես հիմա օրինակի համար, որ մարդուն լսում եմ, նաև ես կարողանում եմ իրան գնահատել, իրա ոչ միայն այն միտք, այլ նաև ինչ բառերով է խոսում եւ արտահայտում։ Այդ Վիտգենշտայնը իմ այսպես ասած ուսանողության առաջ տարիների այսպես ասած գաղափարական հայրն ա եղել, շատ մեծ ազդեցություն ա թողել։ Մեկ գիրք, որը խորհուրդ կտակ մեր լսարանի ընթերցել։ Գեղարվեստական նկատի ունեք, թե կարող է մասնագիտական լինել, կարող է գեղարվեստական։ Դե գեղարվեստական ես Մարկեսի 100 տարվա մենությունը շատ եմ սիրել եւ բանա, որտեվ նայեք, ես դե ընթերցասեր եմ եղել, շատ եմ կարդացել, ասենք դե Ռաֆիա Դեմիրճյան, բայց երբ որ ես Մարկես կարդացի, դա լրիվ տարբերվում էր էլի այն մեր դասական վեպերից, բաներից, sense մի տեսակ այդ ամբողջը խառներ, որտեվ այդ խորհուրդ կտա, էլի դա մտածողության, այսինքն ձև է, գեղարվեստականի առումով բան, հա, իսկ ինչ վերաբերում է քաղաքագիտական բան, սկզբնաղբյուրներ կարդալ։ Ես կարող է տարօրինակ լինի, բայց ես շատ եմ սիրում այդ նույն դիվանագիտական փաստաթղթերը կարդալ, վերցնել ու շատ, որտեվ գիտեք ինչ է, այնքան եմ ես համոզվել, որ օրինակի համար X պայմանագրի մասին մարդիկ վերլուծական բաներ են գրում, բան, բայց հետո երբ որ կարդում ես բնագիրը, դա կապ չունի, դա իրանց օրինացուտն է, էլի, այսինքն կարդալ անպայման բաները տողերի հա, սկզբնաղբյուրները կարդալ։ Այս սկզբնաղբյուրները կարդալ շատ եմ սիրում։ Փաստաթղթեր, այսինքն դիվանագիտական բան, միգուցե մասնագիտականա դրանից է, բայց միգուցե հակառակն էր։ Ես դա սիրել եմ, դրա համար եմ ես մասնագիտ։ Իդեպ ես 7-րդ դասանից արդեն ես գիտեի, հələ սովետը չէր կանգնել, որ ես Հայաստանի դեսպան տիլն եմ։ Ունեք սիրելի երաժշտական ոճ եւ մեկ կատարող, որին կառանձնացնեք։ Տարբեր ժամանակ իհարկե տարբեր է եղել, ես օրինակ նույն բան տարիքում, որ դպրոցական էի, Վիվալդի էի շատ սիրում, այդ որ կլավիսինը, բան այդ բաներներ, հետո բնականաբար, ասենք հայերի, ասենք մեջչանը եկա որպես այդ առումով, հա, այսինքն բան, դասականից ավելի շատ այսպես բախ եմ սիրում, մի ժամանակ դուք չեք հիշի, ուրեմն Անի Հյուրանցի դիմացը այդ ասես պլաստիկի սկավառակների խանութ կար, հենց այդ էր էլի։ Դե ես 114-ն եմ ավարտել, միշտ քալում ենք, առնում ենք։ Հիմա Դաշտենցիա են ժամանակ անուն չուներ, բանը 114 էր կոչվում, ու այդ ու մինչև հիմա ունեմ, ու այդ բաները սովետական պլաստիկի էր այն ժամանակ, այսինքն այդ լսում է ինչ շատ, այսինքն այդ դասական երաժշտությունը, օրինակ Բախի օրգանի երգյոնի երաժշտությունը, այդ իմ սերն էր եղել, բան, ու առ այսօր շատ եմ սիրում։ Եվ վերջին հարցը ինքներդ ձեզ հետ հաշտեք այսօր։ Ընդհանուր առմամբ այո, երբեմն ինքս ինձ հետ վիճում եմ այն առումով, որ ինչ-որ փորձում եմ մեկին համոզել, չի ստացվում, կամ ինչ-որ մի բան անել չի ստացվում, elə միգուցե ժամանակի կորց, նայեք, ես արդեն տարիքով մարդ եմ, հասկանում եմ, ինձ քիչ է մնացել։ Իմ համար այդ ժամանակի բանը կորուստը, ու հետս կարող է վիճեմ ասում, բա քեզ պետք էր մեկ այնքան ապուշեր չէր հասկանալու, ինչ իմաստ ուներ գնալ, փորձեր համոզել, բայց Աստվածաշունչը մի բանն էլի ասում, պիտի ճշմարտությունը ասվի, որ երբ որ հատուցման ժամանակը գա, ահեղ դատաստանը, այդ ժամանակ դու կարաս պահանջես միայն այն դեպքում, երբ որ մարդուն ասվել է ճշմարտությունը։ Եթե մարդուն չի ասվել ճշմարտությունը, դու չես կարա պահանջես ինչի ճշմարտությունը չես գնացել։ Ինչ որտեղ էս քաղաքական պայքարը, դες շատերն ասում են, դե ազգային ժողովրդավարական բևեռը, չգիտեմ, չի կարա գա իշխանության, դա կապ չունի, կարա գա թե չի կարա։ Ճշմարտությունը պիտի ասվի, մարդիկ պիտի լսեն, որ երբ որ պատժվում են, այդ պատիժը արդար լինի եւ ցավոք սրտ ինչքան էլ դառը ասա, նույն Արցախին մենք մեռանք ասելով ինչ է իրանց սպասում, այդ պատիժը նաեւ չլսելու հետևանք էր, բայց ասվել է դա, դրա համար դա արդար է, այ դու պետք է ասես,
մարդկանց, որպեսզի բան լինի։ Ի վերջո ամեն ինչ արդար լինի։ Շնորհակալություն պարոն Պապյան, բավական հաճելի էր ձեզ հետ զրուցել։ Իմ հյուրն էր դիվանագետ Արա Պապյանը։ Կհանդիպենք։